Տենց հետաքրքիր բան կա այդ սովետի հետ կապված, իմ ամենասիրած գրքերից մեկը ինքը տենց հակապատերազմական գիրք է, Խելերի Ուլովկը 22, Catch-22։ Կինո կա, չէ՞։ Սերիալ էլ կա, բայց շատ ավելի թույլ է, էլի, շատ համ խնդալու գիրք է, համ դաժան է, որ ու շատ հետաքրքիր բաների մասին է, ու քանի որ ինքը տենց շատ քննադատող է, տենց կարճ իր ոնց որ հիմնական տենց միտքը գալիս է այդ Catch-22-ի գաղափարից, որ ընդ բաներ են, օդաչուներ են, որոնք ինչ որ կղզու վրա են, ունդից մարտական թռիչքներ ունեն, ու հենց ինչ որ քանակի հասնում է թռիչքները, իրենց թողում են տուն։ Խնդիրն է, որ հենց ինչ որ մեկը մոտենում է այդ թվին, թիվը շատացնում են։ Ու գլխավոր հերոսը մի օր չի դիմանում, գնում է բժշկի մոտ, ասում է, ոչ իմ sense չեմ կարողանում գնամ տուն, ուզում եմ տուն գնամ։ Ես գիժ եմ, ինձ թողեք տուն։ Ինքը ասում է դու գիժ չես։ Ասում է լավ, դայ, այն մեկը, այն տղան, ինքը հաստատ գիժ է, չէ՞։ Ասում է հա, ինքը հաստատ գիժ է։ Ասում է ուրեմն պետք է իրան տուն թողեք, չէ՞։ Ասում է հա։ Ասում է դե թողելու եք, ասում է չէ։ Ասում է խի չէ։ Ասում է դե որ թողենք, պետք է գա խնդրի որ թողենք։ Ասում ես եթե գա խնդրի թողելու եք, ասում է չէ, որտեվ եթե գա խնդրի, ուրեմն գիժ չի։ Բանա, ուտես այդ Catch-22-ն է, էլի, որ sense բանա շրջանա։ Ու այդ գրքի մեջ իհարկե սովետին դզում էր, որ ամերիկացի գիրք է գրել, որտեղ քննադատում է ամերիկական զինված ուժերը։ Իրանք շատ էին ուզում թարգմանեն այդ գիրքը, բայց խնդիրն էր, որ գլխավոր հերոսը, կստати Յոսարյանն է, իր անունը, բայց ասորիա ինքը, այ չի։ Ինքը բանա, վախկոտ է։ Ինքը դիզերտիր է վերջում այդ գրքի, ու սովետը չէր կարող տենց հերոս բաներ, ու մի հատ առանձին էսե կա, որը կոչվում է Ուլովկի переводчикով, որը ցույց տալի ոնց են թարգմանիչները մեծ մասով թազա գիրք գրել այդ գրքից, ու դրա համար իր թարգմանությունը բավականին վատն է, էլի լավ գիրք է, բայց ահագին տարբերվում է օրիգինալից, էլի։ Իսկ գրքի մեջ նշվում է, որ ասորիա այդ գրքի չէ, բայց հետո ինքը շարունակություն ա գրել, որտեղ այնտեղ խոսակցություն կա։ Կարող պրոստը բանան հայրը, հայկը հայ ազգանով հերոսը չի կարա դեզերտիր դրա համար բանը։ Չէ, ինքը ինչ որտեղ դրա մասին խոսում է, ասում է, որ ինքը ասորիա։ Ասում եմ ավելի փիլիսոփայական հայացքով նայենք մեր այսօրվա թեմային պատերազմին, բայց իհարկե կարող քննարկենք թե այլ փիլիսոփաներ ոնց որ ինչ հայացքով են նայեն, բայց փորձենք մենք փիլիսոփայել, էլի։ Ես ասենք փիլիսոփայ։ Ես մտածում էի երկար ժամանակ, որ աշխարհում վերջին 1000 տարվա կտրվածքով ավելի շատ պատերազմ ա եղել, քան խաղաղություն։ Եթե տենց ավելի մանրամասն նկարագրեմ, ասենք եթե Եվրոպայում վերջին մի քանի տասնամյակում պատերազմ չի եղել, ապա աշխարհի ինչ որ անկյունում անպայման պատերազմ եղել է, այսինքն աշխարհը ընդհանուր վերցրած ավելի երկար ապրել է պատերազմի մեջ։ Ինչի է դա ձև։ Ինչի մարդիկ չեն կարող։ Մի անգամից մոտ մի չեղավ փիլիսոփել այդ պատասխանը որտես կլինի արդեն։ Այդ մոտ մի քանի հատ հարց կա քո այս դրվածքի հետ։ Օրինակ, աշխարհի մեծ մասում, չգիտեմ, պրիլիվը ոնց է։ Մակընթացություն է տեղի ունենում, բայց արդյոք մեր կյանքում այդ ինչ որ բան փոխում է։ То есть, եթե աշխարհում ինչ որտեղ պատերազմ կա, բայց աշխարհի մեծ մասում պատերազմ չկա, արդյոք աշխարհը հիմա պատերազմական վիճակում է։ Իսկ ես ավելի շատ դիտարկեի աշխարհամարտերը որպես տենց ինչ որ պատերազմի օրինակներ մեծ, որոնք բոլորը ընդգրկված են, կամ այդ արդեն քո կյանքում է ինչ որ բան, ու էլի մեր կյանքի մեծ մասը մենք չենք պատերազմում, ու նույնիսկ երբ որ պատերազմական գործողություններ են գնում, մարդկանց մեծ մասը չի պատերազմում։ Այսինքն մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում, բայց մենք բոլորս չենք պատերազմում։ Ուզում եմ բան անեմ։ Վիճես։ Չէ, ոչ թե վիճեմ, դու ոնց է, դու ինչ որ բան ես ասում, ես ասում եմ, սրա հեղինակը կա, էլի, քո բանը, դες միտքը կա, բանը, Բոդրիարի մոտ կա այդ միտքը։ Ժամանակակից ֆրանսիացի փիլիսոփա, ոնց որ վերջերս մահացել է։ Ես Բոդրիարի մասին մենակ սիմուլյակրների մասին։ Դե դա հենց միտքը նա որ շատ բան սիմուլյացիա, նարատիվ է, որ իրականությունը չի արտացոլում եւ այլն, ու 94 թվի Իրաքի պատերազմի հետ թե Քուվեյթի արդեն չեմ հիշում, պատերազմի մասին է ասում է այո, այդեմ Քուվեյթն է, ասում է Քուվեյթի պատերազմը չի եղել, տենց է իր էսեի անունը, կամ Իրաքի լավ ինչ որ է, ինչի է հիմնանում, ասում է ոնց որ առաջի, այսպես ասած, մեծ պատերազմն է, որը հեռարձակվել է, ու այդ վիրտուալության զգացումն է, որ ամբողջ աշխարհը ներգրավված է եղել, ու այդ սիմուլյացիան շատ բան արվել է հենց հեռուստադիտողի համար։ Այսինքն որպես պատերազմ չի եղել, մատուցել են որպես շատ գործողություն, հա։ Ինչ որ
գործողություններն եղել ուղղակի։ Ամերիկան այդ բանը Իրաքը որ հարձակվել էր, այդ համ այդ դրա մասին է։ Իրաքը հարձակվել էր Քուվեյթի վրա, Ամերիկան միջամտել էր ՄԱԿ-ի ինչ որ կոնվենցիաներով անվտանգության խորհրդի որ պաշտպանի եւ այլն։ Ու այդ մասով ասում եմ որ բան է էլի այդ ամեն ինչը իրականում վիրտուալություն է հիմա բան է էլի այդ ներգրաված մարդիկ որևէ կապ չունեին նույնիսկ ասում եմ շատերը ովքեր հենց մասնակցել են պատերազմին այսինքն ոչ թե պատերազմում էին այլ սիմուլյացիա են անում պատերազմի որտեղ նայող կա ու այդ ինչ որ շատ հետաքրքիր բան է տալիս շերտ է տալիս առհասարակ էլի ժամանակակից պատերազմների ու մի հատ բանի մասին էլ էի ասում էսի այդ շատ եմ հավանում ասում եմ մի խղճա Սարայևոն, էլի Բոդրիարինն է, որտեղ այդ Սարայևոյի կռիվը Հարավսլավիայի եւ այլն, ասա հետաքրքիր միտք է, ասում եմ ոնց որ բան է, էլի, եվրոպացիները այդ պատերազմում ներգրավված, իրենց խիղճն են մաքրում, էլի, ցույց տան որ ինչ էմպաթիկ են, ինչ բան են, անդադ հոգատարություն, բայց բան է, այսինքն իրականությունում ոչ պատկերացնում են ինչ է այնտեղ, ոչ այնտեղի մարդիկ օրինակ կարող է հենց պատերազմում ուղիղ ներգրաված մարդիկ տուժած քաղաքացիական բնակչությունը շատ ավելի, այսպես ասած, ավելի թեթև այդ ամեն ինչին նայում, ավելի կենցաղային եւ այլն, իսկ այնտեղ բան է, էլի, սենց ինչ որ տարապանքի մաքրման ինքը դες քրիստոնեական մորալի հետ է կապում, ասում եմ որ էս մեր համար բան է, էլի, տենց մաքրվելու միջոց է եւ այլն, ուրիշի չարչարանքը մեր վրա վերցնելը։ Կարելի է վերցնել այն ուրիշների չարչարանքը, որոնց չարչարանքների մեջ եվրոպացիները ներգրավված են եղել աֆրիկյան երկրները, բայց երբեք բանը չէ, հետաքրքիր է կներես, պրոստը այդ մտքի հետ կապված, որ բան են ասում, պատերազմական գործողությունների թատրոն են ասում։ Թատրաբեմ, հա։ Թատրոնն էլ են ասում։ Ռուսերեն թարգմանում դրա համար սխալ եմ ասում, բայց հա։ Այրեն ավելի։ Թատրաբեմը շատ ավելի հետաքրքիր է, հա։ Բայց մյուս կողմից էլի ի պաշտպանություն նրան ինչ որ դու ես ասում, նույն եթե Կանտի բանը վերցնենք, պատերազմական state-ի ինքը դրա մասին ասում է որ խաղաղություն, վալիդ խաղաղություն չի, եթե այդ ուղղակի տակտիկա է, երբ որ դու քո բունկերներն ես շատացնում, վտանգը միշտ կա ու այդ իմաստով օրինակ մենք անverջ պատերազմական իրավիճակում մենք երբեք դուրս չենք եկել։ Բուն խաղաղության մասն է քննում էլի, թե ինչ է իրականում խաղաղությունը։ Հավերժ խաղաղության մասին է, էլ հենց տենց է eternity of peace տենց է։ Բայց այդ լոկալ տեղանքներում որ պատերազմները ըստ էության ասած տեներ որ կարա ազդեցություն ունենա աշխարհի մյուս հատվածում գտնվողների վրա հիմա երբ որ ներկա ժամանակում նայում ես ասենք Ռուսաստանն ու Ուկրաինան են պատերազմում այդ տնտեսական ու մնացած թեմաները լրիվ մի կողմ թողնելով մենք այնքան շատ մարդ ունենք հարազատ բարեկամ ծանոթ Ռուսաստանում որ դա մեզ ուղղակի չի կարա չառնչվի մեզ շատ մոտիկ պատերազմը ու ինքը կարևոր պատերազմ լինի հա որ կարող է հատուկ են մարդիկ հիմա նկատի տես եթե այդ ամեն ինչը լուրերով անդադ չմատուցվի դու կարող է շատ բաների մասին չիմանաս էլ այսինքն քո մոտ այդ տագնապի զգացողություն կա որ կողքդ ինչ որտեղ շատ մոտ ինչ որ բան կա այնպես վառվող տուն կա այսպես ասած վառվող միջա ու քեզ էլ այդ տագնապը փոխանցվում բայց շատերը օրինակ մարդիկ երևի Հայաստանում էլ ասենք անդադ ներգրաված են այդ խոսակցության ռուս-ուկրաինականի չունենալով հարազատ բարեկամ բայց այդ բանը կա մեր գիտակցության մեջ ես քան որ այնտեղ էի ապրում 8 տարի Մոսկվայում էի ապրում երբ որ ինքս այդ պատերազմը սկսվեց ես շատ ուշադիր էի հետևում քան որ ինչ որ ձև ներգրաված էի ցախ քաղաքականության մեջ ընդհանրապես իսկ ինչ որ բայց ես հասկացա որ ես շատ անիմաստ եմ ժամանակ վատնում որտեվ իմ մոտ այդ տագնապային զգացումը կա այդ զգացումը որ ամբողջ աշխարհը այրվում է ինչ որ ժամանակ ես խեցի հենց կոնկրետ ռուս-ուկրաինական պատերազմի մասին ոչ մի բան չկարդալ ու ես ինչ որ ժամանակ հետո նկատեցի որ ես ընդհանրապես մոռացել էի իր մասին շատ հեշտ ինքը վերացավ իմ կյանքից հետո երբ որ սկսվեց այդ Ամերիկայի ու Իրանի հակամարտությունը էլի ինչ որ ժամանակաշրջանում ոնց որ ուշադրությունը այնտեղ էր սևեռած ու էլի մոռացել էր որ այնտեղ ոչ մի բան չի դադարել նույն ձև գնում է արդեն 1000 քանի օր է հա իհարկե տեղեկատվական ֆոնը շատ բան է փոխում հիմա ինձ թվում է ինչ որ տեղեր կան որտեղ հակամարտում են ակտիվ կամ пассив ռազմական գործողություններ բայց մենք չգիտենք հաստատ կարան լինեն այդպես տեղեր բայց շատ անգամ գիտես ոնց որ բան է այդ Սևեռնի Կովկասում դե Ուզբեկիստան բան նրանք անընդհատ ինչ որ փոքր իրաց մոտ դիճկեք լինում են որոնց մասին մենք չենք իմանում հետո Հնդկաստանը խոսքի Պակիստանի հետ քանի անգամ է ունեցել ինչ որ հիմա վերջի տարիներին օրինակ ակտիվ Կոնգո Ռուանդայի մեջ է կռիվ գնում ոչ մեկ չգիտի նո ոչ մեկ էս
շրջանակներում էլի ու ոնց որ բան չի էլի գլամուր պատերազմ չի։ Հա, ոնց որ ուրիշ բաներից ինֆորմացիոն քեզնից անդադ բան է, ոնց որ մի հատ է դիրքորոշում են ակնկալվում, բարոյական ինչ որ կողմ ընտրես, այսպես ասած, որ մի հատ է քո անձը բնորոշվի, այդ ում կողմից ես, ուրեմն, չգիտեմ, Իսրայել թե Պաղեստին, սենց ինչ որ վիճակ, բայց ասենք ոչ մեկ չի ասում Կոնգո, Ռուանդա, որ չգիտեմ, կարող է Կոնգոյում ավելի վատ վիճակ է, էլի, եթե մարդկային բանով նայես, որակապես չգիտեմ։ Այդ իմ տված հարցին, որ փորձեմ պատասխանել, երբ որ ես փորձում էի կարդալ, թե ինչի համար են պատերազմները լինում, ոչ արդեն տենց փիլիսոփայական, ինչ որ, չգիտեմ, ազատագրում եւ բան, շատ պարզ պատասխան ոնց որ գտա, դրանք ռեսուրսների ու ենթակառուցվածքների համար են լինում հիմնականում։ Ըստ մենակ կարս մի քիչ լայնացնես, որ ավելի շատ ծածկի արժեքների ու սենտիմենտներն էլ շատ դեպքերում այդ ռեսուրսը չկա, բայց կա, չգիտեմ, վրեժի ընկալումը, կա, չգիտեմ, ուղղակի տենց մենք ճիշտ ենք դիմացինը սխալ է։ Այդ դրա քո ասածները համեմունքն են այն մյուս բաների։ Բայց ինչ եմ, այսինքն էդ էլ կա, այն էլ կա։ Շատ պատերազմներ ու ճակատամարտեր, նամանավան եթե շատ հետ գնանք, որ ասում ես 1000 տարվա, չէ, ասենք այնտեղ կարող ռեսուրս չլիներ, բայց տենց մարդիկ բանան, էլի լինի կրոնական հողի վրա, լինի չէ, պարտադիր չկարողում է շեղված բանա միապետ ալնում, պրոստը օրինակ Լյուդովիկոս 14-րդի շրջանում ամենաշատ տենց Ֆրանսիան պատերազմ տեսածն է միապետի ժամանակ ու վերջի եւ իր 10 տարին ամբողջ իր արքունիքը հոգնել էր դրանից, որովհետեւ այլ ռեսուրս չկար, չէին հասկանում ինչի են կռվում, այդ մարդը պրոստը հավեսի էր ընկել ու տենց բան էր, էլի, մինչեւ Ոնց որ Պուտինն էլ է հավեսի ընկել, տեսել եք հենց վերջի վիդեոն, երբ որ ասում է, որ այս հատուկ օպերացիան ավարտվի, բա մենք ինչով ենք զբաղվելու։ Նա չեմ տեսա։ Բանը, հա, չգիտեմ ինչով, որ ասում է չգիտեմ ինչով ենք զբաղվելու։ Հա, բա մենք ինչով պետք է։ Դա ինքնությունն էլ էլի նորից որ վերցնենք, ոնց որ նույն կանտ ասում էր, որ մենք անverջ ձգտում ենք խաղաղությանը, բայց ինձ թվում է, որ մենք այդ ցիկլի մեջ անverջ ընկած ենք, որ հենց խաղաղությունը երկար է տևում, մենք ձգտում ենք ինչ-որ մեծ հակամարտության։ Ինձ թվում է առաջին աշխարհամարտը ինքը հենց լիքը ոնց որ ինքը sense կասկադային իվենթ էր, որը ոչ թե ինչ-որ կոնկրետ ուժի հետ ինչ-որ բան, այլ ուղղակի մի քանի դեպքեր այնքան կուտակվեցին, որ նույնիսկ սաղ պատերազմը սկսեց մի մարդու սպանությունից, ինչը աբսուրդ է, էլի, որ տենց մի կետի կարար գար, ու այդ սպանությունն էլ Գավրիլո պրինցիպը այդ սպանությունն էլ ես վերջերս եկա կրած տիպը այդ սաղ հանգամանքներ այդ սպանության, որ Էդ էլ չպետք է լիներ, որովհետև դե ինքը եկավ, այնտեղ խումբ կար, որ պատրաստած էր, որ Ֆրանց Ֆերդինանդին պետք է սպաներ, իրանք ինչ-որ բոմբը գցեցին, բոմբը ավտոյից բան թրավ են կողմ, ոչ մի բան չեղավ, ու տենց իրանք ոչ թե որ սա չստացվեց, այս Ֆրանց Ֆերդինանդը գնաց բողոքեց ընդ թագավորին, ասաց, այս ինչ ձև եք ինձ բոմբեր են գցում, բան, չէ, այդ ասին հիվանդանոց գնանք, այս հիվանդանոց գնալու ճանապարհին սխալ տեղ թեքվեցին, ավտոն կանգնեց, այդ կազմակերպիչներից մեկի կողքը։ Ոսկ այդ բան ինքը ոնց կմտածի, որ բոլոր աստվածները իր կողմից են հենց հիմա։ Ես ու այդ սպանությունը չլներ։ Պատերազմը մեծ հավանականությամբ կսկսեր, բայց նույն պատերազմը սկսված ավելի ուշ, մի քիչ ուրիշ պայմաններով, մեծ հավանականությամբ ուրիշ ելքի է բերելու։ Չես իմանա։ Ինչ որ անիմաստ ինձ թվում է քննարկում է դառնում, որ եղել է, տենց է եղել, հիմա եթեներով գնաս կարող ավելի վատ լիներ։ Կարող է, բայց խոսքի պատկերացրու որ Գերմանիան հաղթեր այդ պատերազմում ու բան։ Դե իրական ես այդ բանի առաջի համաշխարհայինի բանն եմ իմ համար հետաքրքիր այդ պերսպեկտիվան, որ նայում ես Անգլիայի միապետը Գեորգ ոնց որ 5-ն է, 5-րդն է, Նիկոլայ II ցարը ու իրար բանը դվաորնի ախպերներ են, որ նայես նկարները նույն մարդն է, ասենք չի տարբեր։ Ու Վիլհելմ II-ն է, բանի Գերմանիայի կայզերը, իրանց օրոխբերն է։ Ասենք բան է, էլի տենց ինչ-որ ընտանեկան ռազմական, որով միլիոններով պրոստը մարդիկ են մահացել ու մեծամասնությունը իմիջիալոց մահացել ոչ թե ակտիվ ռազմական գործը, այլ Իվան դիզինտերիայից, այսինքն անտիսանիտարիայի, լեռնային տարածքներում սառնամանից, այսինքն մարդիկ շատ դեպքերում չեն հասկացել ինչ են կռվում։ Ես որ կարդում էի, իմ համար ամենա այդ ոնց որ անիմաստ մահերը, ամենաանիմաստ պատերազմները այդ համաշխարհային պատերազմների ժամանակ մահերն են, որովհետև մարդիկ նույնիսկ կարող է չեն էլ ուզել ինչ որ բանի համար կռվեն, բայց իրենք այլ ելք չեն ունեցել, քան ասենք դից իրենց դիակները թողեն սարերում։ Ես մի հատ բան YouTube-ներում երկրորդ արդեն սիրելի ոդքասթը սրանից հետո
Այդ բան անգլիական podcast է, հենց մի հատ մեծ բան ունեն, համաշխարհային նվիրված ու ամեն տարվա բանով էլի, ասենք մի 6 էպիզոդ 14 թվին, մի հələ 16-ին չեն հասել։ Ունդեղ մի հատ հետաքրքիր միտք կար, որ օրինակ անգլիացիների օրինակ զորքի մասով էր ասում, որ օրինակ շատերը ավելի լավ պայմաններում էին, այսպես ասած, ռազմի դաշտում, քան իրաց առօրյա կյանքում, ասում աշխատավոր ժողովուրդ էին, աշխատում էին հանքերում, անմարդկային պայմաններում օրը մի 14 ժամ, նորմալ չէին սնվում, ասում այնտեղ մաքուր օդին, եթե լավ եղանակ էր, ասենք նորմալ սնվում էին, այնտեղ բանը ռացիոնը կա, էլի չէին ուտում թեյ, միս, ինչ որ տենց բաներով, կոնսերվա բան, ասում են իրանց շատերի համար, թե ելքը բան չէ, իրանք շատ գոհ էին այդ վիճակի, որտեղ շատ դեպքերում քանի որ խրամատների մեջ էին, ակտիվ ռազմական գործողությունը չէին տեսնում, ասում են ֆուտբոլ էին խաղում իրար հետ, բան, այսինքն այդ պերսպեկտիվն է կա, այնտեղ մարդը այդտեղից է շատ այդ հետաքրքիր բան է, էլի, հետաքրքիր միտք է, ոնց որ առաջացնում, որ եթե այն ժամանակ դու տենց մոտիվացիա ուներ գնայր պատերազմի, որտեվ կարող է կյանքը դրանից իսկականից լավանար, աղքատության ոնց որ բանի նվազումի հետ ավելի քիչ մարդ տենց մոտիվացիա կարա ունենա ու ոնց որ այդ ենթադրումա որ մի հատ էլ աշխարհամարդ արդեն չի կարա լինի, որտեղ տենց է։ Որտեղ ցույց է, նո աշխարհամարտը չես կարա ասես, բայց հիմա այդ պատերազմների քչությունը ինձ թվում է ինչից է գալի, ես տենց եմ ինձ բացատրում։ Բայց մենք ունենք տենց դիտակետ, որ քչացել է պատերազմների աշխարհում։ Քչացել է, միանշանակ քչացել է, նայած ինչի հետ համեմատես, ինչ պարամետրերով բան։ Հենց դա որ ես մի քիչ չեմ պատկերացնում, այդ ոնց է համեմատվելու, էլի, տենց շատ փոքր ստիճնական ժամկետով, ինտենսիվությամբ, տարածքի ընդգրկումով։ Տարբեր, հա, մահերի թվով, չգիտեմ, լիքը բան կարաս համեմատել։ Օրինակ բանը վերջին մի քանի տասնամյակում, վերջին երևի 100 տարվա մեջ 1000-ից ավելի մահով պատերազմները ավելի քիչ են, քան դրանից առաջ։ Ոնց որ տենց։ Պրիտոմ եթե հաշվես բնակչության մի, ասենք 1000 անձի հաշվով քանի մարդ ա, այդ էլ կարող է տարբեր լինի։ Ես իմ համար բացատրում եմ երկու բան, մեկը այդ որ կենսամակարդակն է բարձրացել, մարդիկ արդեն ըստ էության շատ բան ունեն կորցնելու այդ պատերազմում ու հասարակության մեջ այդ պահանջը չկա, օրինակ շատ փորձառություններ Վիետնամը եւ այլն, այդ հասարակությունային բան, մեկ էլ ինձ թվում է կարևոր բան է որ entertainment-ն է շատաց։ Մարդիկ լիքը բան ունեն, զբաղվելիք ունեն։ Ես այդտեղից ուզում եմ դու ինչ որ բան կորցնելու մասին ես ասում, շատ ավելի շատ բան ունեն կորցնելու, ուզում եմ չեմ ռոմանտիզացնում պատերազմը, ինձ չքարկոծեք ոչ մեկի երեխեքի հաշվին, դրա համար էլ չքարկոծեք։ Ուրեմն ես կգնամ հետ շատ բրոնզի դար եւ Իլիականից կբերեմ կկապեմ այդ քո ասած մտքին։ Ուրեմն երբ որ ես կարդում էի Իլիականը երեխա ժամանակ իմ համար այդ զենքուզրահի նկարագրությունը, sense մի հատ ինչ որ փառահեղ բաներ էլի, այս ինչ սիրուն ա գրած, այս ոնց կարելի է պատերազմը նկարագրել այդքան սիրուն, որ դու sense նայես ու հիանաս, sense նայես ու հիանաս համ, չգիտեմ, աքայացիների, համ տրոյացիների այդ Իլիոնի, հա, ոգեկոչված վիճակով, չգիտեմ, կերպարների կառուցվածքով, իրանց մարմնի, իրանց գեղեցկությամբ, այդ ամեն ինչով, չգիտեմ, այնտեղ մի ամբողջ գլուխ նկարագրվում է, թե ոնց էր զրահը ձուլվում, ոնց էր ինչ նախշեր կային վրան եւ այլն։ Հետո կարդացի նաեւ մի քանի տարի առաջ ու շատ sense ողբերգական զգացողություններ իմ մոտ։ Ես այդ կարդալուց ահավոր տխրում էի ու ահավոր տխրում էի այն բոլոր մարդկանց համար, ովքեր չէին ուզում գնային պատերազմ, բայց ստիպված էին գնալ պատերազմ կամ նրանց համար, ովքեր ուզում էին գնալ պատերազմ ու ստիպված էին մեռնել այդ պատերազմի ժամանակ։ Ու իմ ընկերներից մեկը ինձ միած շատ հետաքրքիր հեղինակի ասեց Ալեքսանդրո Բարիկո, որը Իլիականը նոր հայացքով էր փորձում վերլուծել։ Ու այնտեղ ես գտա այդ իմ զգացողության պատասխանը, ասում էր Իլիականը իրականում խաղաղության կոչ է, այդ ամբողջ էպոսը, այդ ամբողջ պատմությունը իրականում խաղաղության մասին է ու այնտեղ նկարագրված այդ պայծառությունը, այդ գեղեցկությունը պատերազմի իրականում թակարդ է ու եթե մարդկությունը կարողանա մի հատ ավելի սիրուն բան հորինի այս աշխարհում որը պատերազմից ավելի սիրուն է, քան պատերազմն է, ի վերջո Աքիլեսին հնարավոր կլինի փրկել ճակատագրական պատերազմից, որովհետև Աքիլեսը առաջինն էր ու նաև վերջինն էր, որ չէր ուզում գնալ պատերազմ։ Եվ այդտեղ նկարագրում է նաև, որ զինվորները ոնց որ տենց շատ սիրուն արտահայտություն է անում, ասում է գիշերաթիթեռների նման վազում են դեպի պատերազմը, որը ոնց որ կրակ լինի, ինչի համար, որովհետև շատերը իրենց չէին գտնում իրենց
կյանքում չգիտեին իրանք իրանցից ինչ են ներկայացնում ու այդ նաև քո ասածը որ ավելի լավ պայմաններ կարային լինեին ու այդ պայմանները կարային նաև հոգեբանական պայմաններ լինեին որ դու քեզ կարաս դրսևորես որպես իդեալական տղամարդ որպես չգիտեմ ուժեղ մարդ առանց պատերազմի գնալու հա ու տենց տարբեր պատճառներ կային իսկ իրանք շատերը կարային ոչնչություն լինեին իրական կյանքում եւ պատերազմը այդ ինքնադրսևորման տեղներ միակ entertainment-ները ստեղծան ու բանը ովքեր Rome Total War խաղացել են այդ բանը մեր կաղա տղայական սերնդի լավ զբաղվելիքներից էր տենց Հռոմի բանի տենց սիրահարվելու տեղներ ես ոչ մի մեկը չեմ խաղացել ես Call of Duty ես մեկու մեջ մինչև հիմա բան կարող բացեմ երկու բան բզբզամ այդ բանը էլի տենց հռոմեական պատմության անդուր է ունդեղ ամեն բանը սկսելուց լոդեր ելնում խաղը կամ բաթելը բաներ ինչ որ միշտ ցիտատներ էր էլի տարբեր պատերազմերի մասով բերում ու Հոմերոսի մոտ է բան ցիտատ կար որ բանը տղամարդիկ պատրաստ են երկից բարից ամեն ինչից կհոգնեն բացի պատերազմելուց այդ տենց է էլի ես դերության այն ժամանակվա համար որտեվ բանը շատ բան չկա, զբաղմունք չկա ու հենց այդ է որ միակ, այսպես ասած, տղամարդկայնությունը, առաքինությունը դրսևորելու, հավերժանալու, մահը հաղթահարելու, այսինքն իմ ընկալման բան կա, էլի դե մարդը որ կա, ինքը մավան վախով է միշտ ապրում ու ինքը հավերժ չի եւ այլն ու ոնց որ տեղ է, որտեղ դու հաղթում ես մահին, էլի։ Աքիլեսին էլ այդ բանում պատմության մեջ Թետիսը իր մայրը այդ խնդիրը դնում է ոնց որ այդ ընտրությունը դնում է երբ որ ասում է եթե դու չգնաս պատերազմ դու ապրելու ես ոչ շատ նու ապրելու ես քո ծերությունը ունենալու ես սերունդներ ու քեզ հիշելու են 200 տարի բայց եթե դու գնաս պատերազմ դու չես ունենալու այդ ամեն ինչը բայց քո անունը հավերժ թնդալու է միշտ պատմության ցանկացած կետում քո անունը լինելու է ու ոնց որ մենակ բանի Պատրոկլեսի առիթը չէր ինձ թվում է որ Աքիլեսը դրտված գնաց հավերժ ապրելու հավերժ բարքի այդ խնդիրը միջև հիմա կա մի հատ կներես կա ես ունեմ շատ մտերիմ ընկեր որը տենց թաքուն մտքերով երբ որ կիսվում էր ասեց ես պատերազմից որ եկել եմ շատ վատ բան եմ քեզ ասում բայց եթե էլի պատերազմ լինի ես կուզեմ լինի որ ես գնամ որովհետև այդ իմ տեղն էր ես ինձ այնտեղ լավ էի զգում որովհետև ես կարողանում էի լինել այն ինչ որ ես ուզում եմ Մյուս կողմից ես շատ մարդկանց եմ տեսել, որոնք չգնալով պատերազմի, ստեղ մնալով, իրանց կյանքի հետ ոչ մի բան չարեցին ու տենց է ոնց որ մենակ էսկապիզմի ու գեդանիզմի մեջ կորած են։ Իրանք ոչ մի նպատակ չունեն, ոչ մի կյանք չունեն։ Ես էլ մարդիկ գիտեմ, ովքեր գնացել են եւ չան երբեք գնան, իրանց կոտրել այս մարդ գիտեմ, որ 16-ին ակտիվ մասնակցել է ալտև ծառայելու ցաղը 20-ին ինքը որևէ կերպ չէր ուզում հայտնվել նույն տեղում այսինքն տարբեր պատմություններ կան իմ համար այդ հակառակ կողմի ոնց որ ես երկու կողմից էլ ինչ որ բաներ եղել են որ ինձ sense ասել են ինչ միտք ասեց իրականում հայ ես պատկերացնում եմ ոնց է մտածում այդ հակառակ միտքը ավելի խաղաղասիրական բայց չէ այդ միտքը на самом деле որ նայես մեդիայում շատ հաճախ հայտնվող միտք է նրա մասին այդ առաջին Ռեմբոն է դրա մասին բուկվալն էլի որ երբ որ մարդը գնում է պատերազմի իր պարզությունն է այնտեղի որ կան հստակ թշնամիներ կան հստակ քո ընկերները քո աղբերները կա իրանք մենք շատ մարդկանց համար այդ այնքան պարզությունն է բերում բարդ կյանքի մեջ որը խոսքի ընդ քեզ երբեք паспорտի սեղան պետք չի գնալ հասկանում ես շատ ավելի բարձր լուծում հարցեր ու ինչ որ մարդկանց վրա այդ էֆեկտը թողում է ու այդ շատ նկարագրված էֆեկտ է на самом деле դրա հակառակ միտքը էր որ էլի ինձ շատ մտերիմ մարդ ասեց ես զզվում եմ պատերազմից ես չեմ ուզում գնամ պատերազմ հասկանալով այդ պաշտպանելու ինքնապաշտպանության ամեն ինչը որովհետև ես չեմ ուզում բրթեմ պատերազմի ոչկան երբ որ ես գնում եմ ու ինքս մասնակից եմ լինում դրան ես ոնց որ այդ պատերազմի բանը առաջ եմ տանում, իսկ ես չեմ ուզում դրան մասնակից լինեմ։ Ու ուտեղ իմ մոտ գալիս է այն մյուս հարցը, բա եթե դու չես հրահրել այդ պատերազմը, ոնց որ դու ընդհանրապես ոչ մի ձև չէիր ուզում պատերազմի։ Երկիրը, ազգը, ժողովուրդը, ասենք, չես բան արել։ Գիտեմ, քո վրա են հարցակվել ամեն դեպքում։ Չգիտեմ, ինձ թվում է, այտենց չի լինում, որ
100% դու կապ չես ունենում որևէ պարագայում, Չի։ Երբ որ օրինակ ամենա այտենց հին վախտերից երբ որ բարբարոսները գալիս էին ամեն ինչ քանդելով գնում էին նույն Ռոմի վրա հարձակում էին։ Որտեվ այդ պատմությունն է այտենց գրվում։ Հիմա կա բանը, այտենց բարբարոս անունն էլ դրել են, բարբարոս էլի։ Դե կաչևնիկները որ տեղափոխվում էին տեղից տեղ, չէ՞ որ իրաց գնացել ասել են եկեք Մերյան ստանանք։ Կարդաս Անսլաֆերոմի պատմությունը կտեսնես որ Ռոմը իր փուճուրը ստեղից ուր հասել է գնացել այդ բարբարոսների անուններով տները քանդել վառե եւ այլն այդտես մեծ միգրացիա է հարուցը դրա համար տեղափոխվել են այսինքն այդպես չի որ միակողմանի է էլի լինում երբ ասես կաչևնիկներին Ռոմն է ստեղծել միջև այդ չկային իրեն չէ բայց այդ կաչևնիկները այդպես Ռոմը որտեղ է Իտալիայում է իսկ բանը հռոմեական կայսրությունը իր Ադրիանի պատով մինչև Բրիտանիայի հյուսիս Շոտլանդիա հասել է ու գնացել են այդ տները քանդել են մարդկանց սպանել Գերմանիա են հասել Աֆրիկա են հասել Okay Ռոմին ով էր այդ ժամանակ բանարը պրովոկացիա որ ինքը հասել էր դե տեսնում ես դա ասում ինքը միակողմանի արի բան անենք վերցնենք սկզբնակետը չէ եթե վերցնենք իմպերիաները չեմ թեկուզ չեմ Չինգիզ խանին վերցնենք իրան ամբողջ աշխարհը պրովոկացիա էր ինքը գնացել էր սաղին որ բանը ինձ չի թվում որ այդ միշտ է տենց նա համաձայն միլիտարիստական կարգը պետք է օնլայնվի ինքը գնալու է համաձայն եմ միշտ չի տենց դե չգիտեմ կարաս ին ռուս-ուկրաինական պատերազմը 1945-ի այսպես 5-ան մասը չէ ուկրաինական եմ ասում տներս ճապոնական ռուս-ճապոնական 945-ի դե այդ բաններ չէ այդ Մալինկա Պաբիդանոսնայ վայնայի գաղափարն էր որ եթե ներքին լարվածությունը թույլատնելու համար մեծ փուճուր մեծ հաղթանակ է պետք։ Հիմա տես դեպքեր դեմ չեմ որ կարա լինի, բայց ինձ թվում է էլի Ես ինչ էի ուզում ասեի, որ երբ որ դու պրովոկացիա չես արել, իսկապես քո վրա հարձակվել են ենթակառուցվածքների համար, որովհետև ռեսուրսների, հա, որովհետև եթե վերցնենք այդ, չգիտեմ, արդարություն եւ այլն, այդտեղ հաստատ կգտնենք պրովոկացիան որտեղ է, բայց ենթակառուցվածքների համար մարդը ուզում է, ասենք ջրային աղբյուրներին հասանելիություն ունենա, մարդը չէ էլի, մարդը որ ասում եմ, հասկացեք երկիր պետություն ինչ պետք է անել այդ ժամանակ այդ մարդիկ որոնք մտածում են որ իրանք մասնակցում են պատերազմին իրանք առաջ են տանում նաև պատերազմը իսկ եթե դու զոհնես ու քո վրա հարձակվել են այդ դեպքում ինչ պետք է անես որտեվ կան փիլիսոփաներ ու պացիֆիստները որոնք կարծում են որ որևէ տեսակի բռնություն անընդունելի է նույնիսկ եթե դու զոհնես եւ քո վրա հարձակվել են Ես մի քիչ էլի միշտ ասում եմ տարբեր ընկալումներից է գալիս պատասխանը տենց որ պատասխանեմ ոնց որ այլ ընկալման մեջ է որը փաստացի չի պատասխանելու հարցի որտեղ որ ասում ես հիմա չի ուզեցել չէ հարձակվել եմ մեկի վրա որը չի ուզեցել կռվի կամ առիթ չտվե բայց այդ հարձակվողների մեջ էլ կարող է էլի շատերը լինեն ովքեր էլ այդ ես էլի մարքսիստական հայացքը որ բան է էլի այսինքն ինչ որ մարդիկ պատերազմը փաթաթում են նաև իրանք ժողովրդի վրա Չէ բայց հարցը պրակտիկա то есть ասենք թե քո վրա հարձակվում են դու կարաս պաշտպանվես շատացնելով բռնություն աշխարհում կամ կարաս չպաշտպանվես քչացնելով կամ նույնը թողելով բռնությունը բայց քո կյանքի գնով այդ ամեն ինչը նաև նորմալ ես на самом деле չեմ մտածում որ այդտեղ կա մի հատ ճիշտ պատասխան ես երկու պատասխաններ կընդունեմ եթե դա խորապես փիլիսոփական հիմք է մարդու համար ոչ թե ինչ որ վախի պատճառով այդ հիմնված то есть եթե ինքը իսկականից հիմնորեն տենց է մտածում հիմա բանը նորմալորված էլ է դա այն իմաստով ՄԱԿ-ի կոնվենցիաները անվտանգության խորհրդի բան ինչքան ասում են ախաղությունը լավ է բան բայց թույլատրում են ինքնապաշտպանական պատերազմը այսինքն այդ ընկալելի է այդ պրակտիկայում այսպես ասած բան չի տենց հետևանքներ պատժիչ չեն առաջացնում բայց Աշոտի ասած այս անգամ ես ասեմ ով է ավելի լավ ձևակերպել որ ասում ես եթե իսկապես գաղափարական է այդ ոնց որ հանձնվելու բանը եթե չեմ սխալվում Գանդին էր ասում որ ինքը լինելով պացիֆիստ դեմ լինելով բռնությանը բան ասում էր ամեն դեպքում քաջությունը առաջնահերթը ավելի լավ է ոնց որ բան անել քաջությամբ առաջնորդվել Գանդի դեպքում այդ հարցը էլի մեծ որ երբ որ ինքը այդ ամեն ինչ անում էր անգլիացիների դեմ որոնք կոնկրետ ուրիշ նպատակներ ունեն, ուրիշ պատկերացումներ ունեն։ Ու դե ինչքանով այդ աշխատեց, օքեյ, բայց հետո Գանդին պարլամենտին առաջարկում էր նույն բանը անել գերմանացիների դեմ երկրորդ համաշխարհային ժամանակ։ Ինչը ես educated guess կանեմ, որ չէր աշխատելու։ Եթե գերմանական տանկերը տենային լիքը նստած մարդկանց, որոնք բան ցած հանգիստ ուզում են դեմ պայքարեն, այդ չէր աշխատելու։
վերանալու էր ամբողջ Հնդկաստանը, էլի շատ վատ հետևանքների կբերեր։ Ուզում ասեմ, էլի իրավիճակից իրավիճակ մի լուծումը կարող ուղղակի չաշխատի։ Միանշան։ Նույնն էլ պատերազմի պատճառներն են, էլի, այսինքն մի դեպքում կարող քո ասածը լինի, որ այդ հստակ ագրեսոր կա կամ մի ինչ որ շիզանուտի կերպար ում ուղեղում տենց պատերազմը ինչ որ առաքելություն, հա։ Մի դեպքում է կարա տենց տարիների կոնֆլիկտ լինի, էլի։ Մի հատ հետաքրքիր ձեզ բան պատմեմ, որը իմ ընկալումը պատերազմի լրիվ փոխեց շատ տարօրինակ տեղ, то есть ես շատ sense hot take ունեմ պատերազմի վրա, ու շատ տարօրինակ տեղից է ինքը գալի։ Ուրեմն բան կա, տենց ամերիկական սերիալ կա Star Trek, շատ հայտնի 70-ականներից, ու հենց առաջ ինքը մի քանի սերիալ ունի, ու հենց առաջի սերիալը ինքը նրա մասին է, ոնց են մարդկություն արդեն շատ զարգացած, շատ sense enlightened, որ իրանք բոլոր պատերազմները անցնեն, ու իրանք sense ֆռում են դիեզերքով ու հասնում են մի հատ մոլորակ, որը իրանք գիտեն ուրիշ մոլորակի հետ արդեն հարյուրամյակներ պատերազմի մեջ է։ Իրանք սկան են անում մոլորակը ու հասկանում են, որ ոչ մի պատերազմի հետք չկա։ Ուզում են մոտենալ, իրանք ասում են մի մոտեցեք, մենք պատերազմի մեջ ենք։ Դուք կարաք ոչ մի դες կան սպանեն այստեղ։ Իրանք ասում են տենում ենք, էլի որ ոչ մի հետք չկա պատերազմի։ Իջնում են, հենց իրանք իջնում են մոլորակի վրա, իրանք ասում են դուք նշված եք որպես պատերազմի զո, դուք պետքա գնաք այսինչ սենյակը, որտեղ ձեզ վերացնելու են։ Իրանք ասում են այսինքն, ինչա պարզվում, որ այս մոլորակները հարյուրամյակներով պատերազմելով եկել են համաձայնության, որ քանի որ մենք մեկա պատերազմում ենք, եկեք sense պայմանավորվածություն ունենանք, որ մենք վիրտուալ ենք խփում իրար, ոնց որ վիդեո խաղի մեջ։ Ում կպավ այդ մարդիկ պետքա որպես զո գնան կամավոր, հաշիվ գնան վերանան իրանց կամքով։ Որպիսի մշակույթը ու տնտեսությունը շարունակվի, որովհետև ինչի է դժում մեր մշակույթը, եթե մենք մեկա կռվում ենք, ու հետաքրքիր ոնց որ երբ որ այդ սա սկսում է, քեզ թվում է, բայց այդքան էլ վատ լուծում չի, էլի, եթե մեկա կռվելու եք, ավելի լավ է թող գոնե բան էլի զարգացումը չկանգնի, ու հետաքրքիր ոնց է լուծվում այդ ամեն ինչը, հենց բան այդ Կիրկը կապիտան որ բանն է, գլխավոր հերոսն է, ինքը ասում է հրաժարվում եմ տենց բանանը, իրանք ասում են բայց այդ ժամանակ դու վտանգ ես բերում, որ իրանք իսկականից հարված կհասցնեն մեզ, ու ասում է այդ ամենալավ տարբերակը կլինի, որտեվ դուք պատերազմը ցիվիլ եք սարքել, ու դրանով ոչ մի մոտիվացիա չունեք իրան վերջացնելու։ Որ sense վիճակում պատերազմը հավերժ տևելու է, որտեվ դուք իրանց սիրուն բան եք սարքել, որ տիպը ոչ մի տես բան վտանգ չունի, դրանով մարդիկ մեռնում են, բայց դա ընդունում եք, էլի որպես իրականություն։ Երբ որ սկսեցի սրա մասին մտածել, սկսեցի մտածել, որ դե այս ակնհայտորեն ինչ որ բանի մետաֆորա է, սառը պատերազմի ժամանակ էր այդ ամեն ինչը խլացվում, եւ որ լա ամերիկան քննադատվում էր տատոմային ռումբերի համար, հավանաբար այս դրա արդարացումն էր, բայց որ մտածում ես դրա մասին, մենք ունենք կանոններ պատերազմի համար, որոնք փորձում են ավելի ցիվիլ սարքել պատերազմը, ինչը շատ ցինիկավարի է։ Ցինիկ տեսք է պատերազմ, տեսանկյուն է պատերազմի վրա։ Հասկանում եմ, ինձ թվում է բարգաց մեծամասնությունը պետք է համաձայն չլինի, բայց ես ինչքան դրա մասին մտածում եմ, ինձ թվում է, որ ոնց կարելի է, օրինակ, ինչ որ բամփուշտը համարել ոչ մարդասիրական, բայց հրթիռը կարելի է ասես մարդկանց կողմ ուղարկել, ու եթե ինքը հանգարցակի ապրելու շանսի մասին է։ Օրինակ այդ Ժնևի կոնվենցիաներից մեկը այդ քաղաքացիական բնակչության թիրախավորելը, բանն է, էլի։ Հա, բայց ակնհայտ է, չէ՞, որ եթե դու այդ ուղղությամբ ես կրակում հրթիռով, ինքը կարող է հանգարցակի շեղվի։ Այդ հրթիռները նախատեսված են ռազմական օբյեկտները բանանել։ Բայց այդ փորձում է գոնե ինչ որ բան տա, այսինքն հիմա ուրիշ բան է կա շատ։ Ապրելու շանսերը մեծացնի։ Չէ, կարգավորում տա, բան, չգիտեմ, գերիների, անհետ կորածների մասով այդ Ժնևի կոնվենցիան կարգավորումներ ունի, բայց օրինակ շատ դեպքերում պատմությունը ցույց է տալիս, որ նաև կակամարտող կողմերը օգտվելով այդ կոնվենցիաներից, ասենք, քաղբնակչության բանով ռազմական օբյեկտներն են փորձում, այսինքն ինչ որ դպրոցում կարող է բան դնեն, արտիլերիա բաներ սարքեն եւ այլն կամ քաղաքապաշտպանության քաղաքի մեջտեղը, որ դրանից օգտվեն, դա էլ է լինում, այսինքն։ Դե հենց դա էլ է խնդիրի դառնում, չէ՞։ Ասում եմ, որ ասում ես ցինիզմը նաև հենց այդ երկրում պատերազմում հենց այդ բնակչության նկատմամբ հաստատել կանոններ մի բանի համար, որը ուղղակի sense ոնց որ sense absolute-նա բիզումիա լինի, իր համար կանոններ հաստատելը տարօրինակ մոտեցում է։ Հետո այդ կանոնները ոչ մի ձև enforce չեն լինում։ Դե լինում են, կողմերը համաձայն չեն լինում են, որ մեթոդ մեխանիզմներ կան, ինչ որ կողմին պարտադրել այս ինչ անել կամ չանել։ Դե հա, օրինակ դրա համար օրինակ վերջում բաներ կան, այդ International Criminal Court-ը կա, որը շատ դեպքերում իհարկե կարելի է վիճել, ասել որ հաղթող որ վիճեմ, հաղթող պարտվողի բանի տրամաբանությամբ են, որ պարտվում է իրան պատժելու, այս հիմա պարզա որ տենց է։ Բայց ուզում եմ ասեմ, եթե այդ ամեն ինչն է չլինի, կարանք
ոնց որ էլի այդ պատմության եթեն է, եթե պրինցիպի ինչ սպանեին, ինչ կլիներ։ Հիմա եթե այդ կարգավորումները չլինեին, արդյոք որակապես ինչ որ փոփոխություն չէր։ Ինձ թվում է կլիներ, ինձ թվում է շատ դեպքերում բան է, էլի, ասենք շատ զինատեսակներ, բաներ էլի օգտագործում է, բայց եթե այդ կապերը լրիվ արձակել կարող է բան անին, ասեն դե չէ բան, էլի ինձ թվում է որ այդ կբերեր իհարկե շատ ավելի մեծ քանակի զոհերի, ես քո հետ համաձայն եմ, բայց ինձ թվում է որ այդ դեպքում պատերազմը շատ ավելի վտանգավոր ու վախենալու բան կթվար բոլորին ու շատ ավելի արագ կգար այն հասկացողությունը, որ չի կարելի շարունակել։ Օրինակ ոնց ատոմային ռումբը մի անգամ կիրառվեց ու էլի երբեք էլի էլի պատմության բանն է։ Էսպայն հա, բայց էլի հարց է այդ երբեք ու շատ զարմանալի է, на самом деле որ sense մտածում ես դրա մասին, շատ զարմանալի որ չի։ Նույնիսկ դեպքերն եղել երբ որ այդ սիգնալը գնացել է, որ ուղարկի, որտեղ ինչ որ արչակապ է կամ ինչ որ բան է, բունկեր, որտեղից պետք է ուղարկեն, եկել է այդ սիգնալը, մարդը հրաժարվել է սխմի, որտեղ տեսել են ինչի է այդ բերելու։ Եթե տեսած չլինեին, մենակ չտեսած վիճակում դու կարեր տես բան։ Դե հիմա ես բան ասեմ, հա, պատերազմ եւ պատերազմելու ցանկության, էլի իմ կարծիքով entertainment-ը շատացել է, մարդիկ կորցնելու բան ունեն, չգիտեմ, sexual revolution-ն է դրան օգնել, հազար ուրիշ բաներ են օգնել, մարդիկ բան են, էլի, տենց արդեն իրանց ուրիշ հազար բանով են զբաղացնում։ Բայց նաև ինձ թվում է սերնդափոխությունն է կարևոր, այսինքն սերունդ առ սերունդ փոխվում է, օրինակ քո ասած պատերազմ չտեսած մարդիկ նաև արժեքների փոփոխությամբ ավելի ռադիկալիզացվում են, օրինակ շատ դեպքերում հիմա կարանք տեսնենք Եվրոպայում, Ամերիկայում գաղափարները ավելի աճ են թեքվում ու այդ նաև նրանց է որ բան է, էլի այդ վիրտուալությունը կա, այդ պատերազմի արհավիրքի էլի, այդ նարատիվն է որ վատ է, բայց քանի որ սերունդները իրենց վրա չեն զգացել, նայեք կարող է ինչ-որ պահի թվա որ այդ ամեն ինչը լեգիտիմ է, օքեյ է, այտենց բան անել, ու այլի այտենց ձեռքերը ազատի կառավարությունը, որտեվ հիմա ասենք Վիետնամ չեն տեսել ամերիկացիները, ու կարող է բան է, էլի այտենց նու Իրաք են տեսել, լավ Իրաքը գոնե բան է, մի քիչ էլի զսպում է։ Եկեք երկու հատ կինո առաջարկեմ նայել, եթե չեք նայել, մեկը Ցելնամետալիչեսկայա Աբալոչկան, Full Metal Jacket, Կուբրիկի, բանամ Կուբրիկի ֆանատներից եմ։ Վիետնամի պատերազմից հիշեցի, կարեք նայեք, շատ հետաքրքիր է, բայց ծանր է, տրամադրված նայեք, եւ երկրորդ ծանրը, էլի տրամադրված նայեք, Влюблённые дважды, կներեք ռուսերենի համար, ես ռուսերեն եմ նայել, բայց դրա ռեժիսորին չեմ հիշում, այս Հարավսլավիայում պատերազմի մասին է։ Եթե հիշում ես Էրնեստ ասա, ռեժիսորին չես հիշում։ Բայց բանը Հարավսլավիայի պատերազմի մասն է, եթե Կուբրիկին ավելի տես ինչ-որ ցինիկ նոտաներ ունի։ Մեծ այդ Կուբրիկի հետ կարաս բանը, Կուբրիկի մյուս կինոն էլ ավելացնես, որ ֆանտաստիկ հակապատերազմական կինո է, նո Full Metal Jacket-ն էլ, բայց այդ բանը մի քիչ կոմեդիայի մեջ է, Doctor Strangelove, կամ ինչպես ես սիրեցի ատոմային ռումբը, դժոր բան է, էլի, աբսուրդի ու խնդալու։ Հետաքրքիր է, որ Full Metal Jacket-ն է, որը այտենց համարվում է լավագույն հակապատերազմական կինոներից մեկը, ԺԺԿ պնդում է, որ ինքը պրոպատերազմական է, որովհետև ինքը ու մի հատ էլ այտենց կինո կա, Mesh-ը, էլի այտենց հայտնի է, հետո սերիալ է դարել, որը այտենց հոսպիտալի մասին է, ոնց որ իրանց գլխավոր հերոսները, եթե դու մտածես դրա մասին, իրանք մնում են լավ զինվորներ։ Իրանք ոնց որ տենում են այդ ամեն ինչը, տենում են այդ սաղ սխալները, իրանք դիտարկող են, բայց իրանք մնում են լավ զինվորներ։ Իրանք զինվորական մասը կատարում են։ Full Metal Jacket-ի մասով համաձայն չէ, որտեվ այնտեղ ես միշտ Կուբրիկ, ես երկու տենց սիրած ռեժիսոր ունեմ, երկուսին թվում է երբ փոխ լրացնում են, Կուբրիկն ու Տարկովսկին, ու բանը, եթե Կուբրիկը շատ մարդը չկա, էլի, մարդ կերպարը այնտեղ չկա, ավելի աբստրակտ կոնցեպտուալ բաների մասին է, իր հերոսների միջոցով ցույց տալիս, ու Full Metal Jacket-ում այնտեղ ստեյության հերոս չկա, դաժե տենց կերպարներ։ Ջոկերը։ Հա, բայց ինքը հերոս չի, ինքը տես կորած բանում այդ միջավայրում բան է, որը փորձում է ողջ մնա այդ սախ բաների մեջով, այսինքն ինքը որպես այդպեսին պրոտագոնիստը չի, էլի։ Իրան դու չես բան անում, չես իրան տենց հետը հուզական գնում այդ սախ պատմության գոնե իմ մոտ տես տպար, ունդեղ շատ տեսարաններ կան, որ ասեն ոնց է չեն վիետնամցիների հետ բանը վերտալյոտից կրակում ու բանը ոնց է կրակում կանանց երեխեքին, ասում եմ մի քիչ ավելի քիչ եմ օգրեժդենյան վերցնում։ Հա, այդտեղ բանը լավ Կուբրիկը լուծում է, լա գտես, հենց կադրը բանը անում, ֆրցում ոնց որ այդ սախ խառնոցն առաջացնում, ոնց բանի մոտ Ջոկերը նենց քո մոտ էլի։
ու կա Տարկովսկին բանի էդի Իվանովը դեսվեի Իվանի մանկության որը սովետական միության ըստ էության համարվում է առաջի երկու բաներից ֆիլմերից որոնք երկրորդ աշխարհամարտը հայրենական պատերազմը ներկայացնում են բան էլի ոչ որպես հերոսական պատում ու այդտեղ էլի այդ մի հերոսի աչքերով ոնց է արդեն Տարկովսկին մարդուն է բացում էլի ոչ թե աբստրակտ գաղափարը Իրանով այլ չերեզ մարդ է այդ ներկայացնում իսկ թվում է ես Էրնեստ դու բան էիր ուզում ասեիր բարձր ասաբեց Իդի սմատրին ես ուզում եի էլ ասեի ոնց որ այդ իդի սմատրին իմ մաստերը շատ լավ բան արեց էլի նկարագրեց ասում որ այդ ֆիլմը նրա մասին է որ եթե դու ինչ-որ ջայլ տղուն զենք ես տալի ու ասում ես գնա կրակի ինքը սկսելու է կրակել ու հետո դու չես կարողանալու արդեն ջոգես ինչա դրա հետ լինելու էլի այդ ինձ թվում է այդ entertainment-ի բան է ու բան է իսկ եթե մտածենք կարանք դրա մասին քննարկենք վիճենք արդյոք ինձ թվում է պատերազմը բան է էլի մարդկային բնության անբաժանելի բնության մեջ է այսինքն մարդը եթե կա ինքը պատերազմը լինելու է ուղղակի քանի որ մեր քաղաքակրթությունը զարգանում է եւ մասշտաբները փոխվում են այսինքն այդ մաս ոչնչացման զենքերը շատ ավելի բան են դարձնում էլի այսպես ասած որակապես փոխում են ողջ պատերազմի բնույթը երբ որ ինքդ քեզ կարաս ոչնչացնես էլի քաղաքակրթությունը բան դրա համար ինչ որ զսպում կա այդ entertainment-ով պակասում է բայց այսինքն մարդիկ ինձ թվում է բան են առանց պատերազմ եւ բռնություն չեն կարող էլի ոնց որ բան կա անverջ կա այդ ձգտումը ինչ որ մեծ հակամարտության ճշմարիտ հակամարտության դե բանը եթե այդ Կուբրիկին գնանք բանի այդ Space Odyssey սկզբում որ Moon Watcher-ը կապիկը բանա չէ պետք է այստեղ ուղում անեմ ինձ նոր այդ շարունակես ոչ թե влюблённый այլ рождённый дважды այդ նայեք այդտեղ մի հատ բան ասեմ այդ Հարավսլավիայի պատերազմի մասին որտեղ արդեն անհատական մարդկային էմոցիաների պատմությունն է ոչ այնքան տենց հակապատերազմական է էլի բայց ոչ այնքան ընդհանուր պատերազմի մասին ինչքան թե այդ պատերազմի մեջ ապրող մարդիկ ոնց են պատերազմը տեսնում բոլորը ասում էի ոդիսականներից ամենաճիշտ ոդիսականը այդ տեզերական ոդիսականը Կուբրիկի որ սկզբում բան է այդ կապիկներն են այսինքն ցույց է տալու ինքը բան են էլի բնության մաս են բանականություն չունեն եւ այլն այդ մոնոլիթը հայտնվում է տեզերքից ու այդ բանականությունը ոնց որ փոխանցվում է այդ բամու watcher-ին կապիկին ու sense բան ոսկորը դառնում է գործիք այսինքն դա արդեն կրթված քաղաքակրթված մշակված ինչ որ գործիք է ու տենց առաջինը հարցակվում է ուրիշ կապիկների ցեղի վրա ու ցույց է տալի որ քաղաքակրթությունը նաև պատերազմ է էլի դե ոնց որ այդ բանն է ես շեշ չեմ կարող ինչ որ վերջնական կարծիք ունենամ դրա մասին որովհետև ես կյանքիս մեծ մասը ապրել եմ այն մտածողությունը որ այս ինչ որ բանա, որը մենք շուտ թե ուշ կարողանալու ենք տրանսգրեսիա ապրենք այդ ամեն ինչից։ Ես շմամ ես էլ 5 տարեկան եմ, մենք Մոսկվայում ենք ապրում ու չգիտեմ խնդրից լավ է տպավորվել, որ բաներ հերոսացով ինչ որ սոցիալական գովազդեր ու ասում են ասա որ թիվեր որովհետև մարդիկ մտածում են այդ 2000 թիվը բայց իրականում 93-92 թիվներ 1790 ամենաանկախության թիվներ ես Մոսկվայում էի ու հերոսացով սոցիալական գովազդեր գնում տիպը 21-րդ դարը առանց պատերազմների Ուսած ես տած մեջս այդ տպավորել էլի որ Եվ Պուտինը միտեղ նստած Չէ, вообще 21-րդ դարը ոչ մի վարքյան չի եղել պատերազմ չլինի էլի Ոնց որ դու բան ես, տած ես այդ մտքով եմ արդեն Թող ես հակառուսական գիծը Չէ, ուզում ասեմ նույն եթե 93-ին է 2 տարի հետո առանց Պուտինի Չեչնիայի պատերազմն է էլի Ոնց որ բան է էլի ուսած ես քան որ Արցախյան պատերազմը տենց շատ իմ կողքով չի անցել, տենց ոնց որ մենք Մոսկվայում ենք, ես փոքր էի ու իհարկե մենք խոսում ենք ընկերներով բան դրա մասին, բայց իմ համար էդ էլ էր ոնց որ դե սա այդ կոնֆլիկտը մարում է, էլի, հեսա ոնց կարա ինքը նորից բռնկվի, իմ համար ես այդքան այնքան չէի ոնց որ ուզում հասկանալ այդ ամենը, որ ապրիլյան պատերազմը իմ համար абսուրդ շոկ էր, էլի, ես այնքան չէի կարա պատկերացնել այդ իրավիճակը, որ ես երևի 2 շաբաթ ուղղակի միտք չէր գալի գլխից մեջ, այդքան էր քանդվե իմ աշխարհայացքը ամբողջ, բայց նույնիսկ դրանից հետո ես այդքան չէի փոխել կարծիքներս, մինչև արդեն 44-ը, որ արդեն դու սկսում ես մտածել, որ ինչը 2 անգամ եղել է, անverջ կկնվելու է, էլի, որ քո օրոք ա եղել, դու հասկանում ես, չէ, դե պապաս ճիշտ էր, այսպես վիճակ է, էլի, մոտ սկսվել, ինչ որ բայից մեկ էլ ուրիշ գիտակցություն էլ կա, որ
իհարկե ես կողմ եմ, որ մենք որպես մարդկություն իրար հետ գնանք հակապատերազմական մտածելակերպով, բայց քանի ուժեղ կողմերը դրանով չեն զբաղվում, թույլ կողմերը տենց հնարավորություն թե շռայլություն չունեն, որովհետև այդ միշտ քո հաշվին է լինելու։ То есть եթե քանի որ ես մտքի հետ եմ համաձայն համ Տիգրանի ասացի, որ պատերազմը միշտ ուղեկցել է մարդկությանը, սկզբից մինչև վերջ։ Ես մտածում եմ, որ միշտ պետքա պատրաստ լինել նոր պատերազմի, որովհետև իմ համար ռոմանտիզմը հենց այն է, որ մարդիկ տենց հավատան խաղաղությանը, մեկ էլ մի օր տենց տանը նստած լինեն, մի բան ընկնի իրաց գլխին։ Ոնց որ 44 օրյայի ժամանակ, ասենք, մեզնից հեռու էր թվում Արցախում էր այդ ամեն ինչը, մինչև այն անգամ քննարկում էինք, մինչև այդ դրոնները չեկան հասան, ասենք, բալահովիտ։ Բայց այդտեղ տարբեր փիլիսոփայական մոտեցումներ կան, Կանտի նախահայրերը, այսպես ասած, Սուրբ Օգուստինոսը երանելին, որ ասում էին, բանա, քրիստոնեական նաև բանական բանը, որ ոնց որ պատերազմը դա ոնց որ իտոգում խաղաղության բերելու համար է։ Որ ամեն պատերազմից մենք ավելի խաղաղ իրականություն ստանանք։ Կամ չէ, մոտեցում է, էլի, ոնց ենք մոտենում, որ կարանք ասենք, կա որ ասում են ինչ որ բանի համար է, օրինակ ասում եմ մարդիկ թերի են, մեղսավոր են եւ այլն, ու բանա, այսինքն այդ բանա պատերազմում են, որպեսզի, չգիտեմ, ինչ որ խաղաղություն վերականգնվի, օրինակ Հռոմի մոդել հռոմեական, այսինքն պետք է հասկանալ, որ իմ ընկալմամբ սրանք բաներ են, էլի, գեներացված նարատիվներ են, որպեսզի թույլատրելի դարձնեն պատերազմելը, որ բարոյական դարձնեն պատերազմելը, ասենք բան կար, Pax Romana, հռոմեական խաղաղություն, որ մենք գնում ենք բարբարոսներին կրթելու, քաղաքակրթություն տարածելու, խաղաղություն տալու, դա արդարացված է, որ նայում ենք Հռոմի պատմությունը, Հռոմը բանն է, իմ թույլ տեղերից է, բանը։ Դες ցանկացած տղամարդ։ Դինոզավրը կամ Հռոմը տենց ասում են, որ մեկի կյանքում տղեկի մի 8 տարեկանում է 3 բաներից մեկն է, էլի, ընտրում։ Հաճախ ես դու մտածում Հռոմեական հանրապետության։ Հռոմեական հանրապետությունը համարը պատերազմ չի սկսել առանց այդ ֆորմալ պրոցեդուրաները պահելու, էլի, միշտ գնացել են այնտեղ ինչ որ ներկայացրել են, որ դուք խախտել եք այս մի օրենքը, կամ ձեզ խելոք կամ պատերազմ եք սկսում, բայց իրանք այդ արդեն այդ պատերազմ սկսելու բանը ունեցել են, էլի, այսինքն էլի նորմալ, որ ասում եմ, այդ ցինիզմի եւ նոր, այսինքն հնուց նաեւ նորմալ դու որ բանը բրոնզի դարի, այսինքն միշտ ինչ որտեղ նորմավորում են այդ ամեն ինչը, բայց մեկը այդ անբաժան է, հիմա այդ կարանք քննարկենք արդյոք պատերազմը նպատակ ունի, թե ինքը տենց անհասկանալի անverջ պատտվող ինչ որ անիվա։ Ես դրա պատասխանը տվեցի, շատ չեմ ծավալվի, իմ համար առաջին նպատակը այդ ուժեղներն ուզում են ավելի ուժեղանալ, ոնց որ թույլերը չի որ պատերազմ են սկսում, ուժեղներն ուզում են ավելի ուժեղանալ, Ինչի՞ կարող թույլերն ուզում են ավելի ուժեղի չափ դառնալ։ Մեր սպեկտրով թույլերը ինչքանով որ ես պատկերացնում եմ հասկանում եմ, թույլերը միշտ ցած կծվում են մի ուժեղի, որը սկսել է պատերազմ։ Օրինակ բերեմ, կարաս ասես ռելևանտ է թե չէ, առաջին համաշխարհայինում ըստ էության գերմանական կայսրությունն է գլխավոր շարժիչը եղել պատերազմը սկսելու, պատմական այն ընկալումը կա, որ ինքը թույլն է եղել, այսինքն այդ կայսերական, ու շատ տարբեր պատճառներ կա, թե ինչի է սկսել եւ այլն, ու այդ ոնց որ ուշացել է այդ գաղութական բանը, մրցավազքից, այսինքն այլ տեղ չունե, շատ քիչ տեղեր էր, Գերմանիան պետք է իր տեղը գտնի արևի տակ։ Հա, տարբեր, հա, ասում են դա, ասում են պրոստը ինքը իր կամ թույլեր ու երբեք չէր ուզում այդ պատմական ընկալումն եկա, բայց արդեն այնտեղ Ֆրանսիա-Ռուսաստան ալյանսը որ եղել է, իրանց ստիպում էր ինչ որ բան անելու, իրանց երբեք ընկալումը այն ա եղել, որ նայում ես պատմական փաստաթղթերը, մի օլկենց, որ այս եթե երկար եղավ, մենք շանս չունենք այս պատերազմում, էլի, ու միշտ մտածում որ կարճ ինչ-որ արագ բան կլինի, որ բալանսը ապահովեն, այսինքն երկարաժամկետի մասին չեն մտածել, այսինքն այս թույլը իրանք են եղել, բայց պատերազմի գնացել են, էլի հիմա։ Դե բան է, էլի, ոնց որ ստե թույլը իհարկե միշտ հարաբերական է, բայց ես չեմ ասում Հայաստանի հետ հա, բայց ոնց որ ինձ թվում է կա տենց ինչ որ հստակ ընկալում այն պահը թուլության, երբ որ դու չունես հնարավորություն սկսել պատերազմ ու կապիտուլյացիայի ենթարկել քո թշնամուն, երբ որ դու հարձակվող կողմն ես։ Նորից նայ, օրինակ մեր վիճակից, հիմա այսօրվա վիճակից չկա տենց ոնց որ ընկալում որ դու կարաս ինչ որ կողմի վրա հարձակվես ու կապիտուլյացիայի ենթարկես լինելով հարձակվող,
հասկանում ես, որ դու չունես այդ սպառազինությունը, նկատում ես մեր Հայաստանը։ մեր մասն եմ ասում, հա, ու ինձ թվում է դա կա անկալում թուլության այդ կողմից։ Հա, բայց հիմա ես ասում, բացառում ես, որ ինչ որ ժամանակ հետո կարա այդ Հա, մենակ հիմա մասն եմ ասում, էլի, եթե մենք ընդհանուր բանի մասին ենք խոսում, կարող է մի օր էլ այդ լինի, էլի։ Բայց ես արդեն ուզում եի խոսալ մի քիչ մեր մասին, էլի, այդ առումով, որ ոնց որ մենք էլի նույն այդ դրամաբանության մեջ մենք պատերազմից դուրս չենք եկել, քանի չկա ոնց որ հստակ խաղաղություն, արդեն ինքը всё еще ինչպես կարա հաստատ իմանաս, որ այս տակտիկա չի, այսօրվա այդպես խաղաղություն կոչված է։ Հա, բայց էլի նայած ոնց ենք, եթե այն կալմանն ենք, որ ասում ենք պատերազմը մարդկությունից անուտարելի բան է, հա, միշտ էլ եթե այդտենց ենք մտածում։ Չէ, օրինակ ասեմ դու այդ ես չեմ մտածում, որ մենք Ավստրալիայի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, բայց Ադրբեջանի հետ ինձ թվում է գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Ну բան է, էլի այդպես պրագմատիկ միտք է, չէ՞։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Իմ ասած այն է, եթե դու համաձայն ես այն մտքի հետ, որ պատերազմը մեր մարդկության համար, այդ թվում մեր համար, որոնք մենք էլ ենք մարդ, անօտարելի բան է, մեր բնության մեջ կա, հիմա Ավստրալիան ալներ կողքնես, կարող Ավստրալիա հետ կռվենք, այդ ասածս։ Ընդհանրապես բան չի, էլի չի փոխում իմ ասածը, որովհետև Չէ, այդ եմ ասում, դու այդ բանից ես ելնում, որ մենք պատերազմ, թե ինչ որ չկիսելու բան ունենք։ Չէ, ես ստացվում եմ մենք բան, հələ կիսելու բան ունենք։ Ես չեմ մտածում, բայց այդ եմ ասում, որ մի օր կիսենք, կարալո գա այդ խաղաղությունը, թե չէ։ Իմ հարցը դրան է մեզ տանը։ Այստեղ մենք բան ենք։ Ուղղակի մի բանով, որ ես չունեմ ուրիշ հենման կետ, քան ինչ որ բան, ուղղակի բան անել, ինչ որ ոնց այդ կոչվում։ Չէ, երբ որ դու անցյալը պրոյեկտում ես ապագայի վրա, ոնց է կոչվում։ Էքստրապոլյացիա անելուց բացի ոչ մի ուրիշ գործիք չունեմ։ Ասում ես, ու պատմականորեն չկա այտենց ոչ մի դեպք, երբ որ հազարամյակի ընթացքում տենց էլ չգտան։ Դες այդ եմ ասում, քո ելակետն եմ ուզում հասկանամ, այսինքն դու մտածում ես, որ մեկը մեր համար բնությունից օտարելի է պատերազմը, այսինքն էշի որ մեր մեջ կա ու կարելի է հասնել մի կետի, որտեղ հնարավոր է չպատերազմել։ Այդ ես քեզ ամենասկզբից ասացի, ես դրա հստակ պատասխան չտեմ։ Ինձ թվում է, որ նույնիսկ եթե ինչ-որ կետ կա, որտեղ օտարելի է լինելու, այդ կետը այնքան հեռու է ինձնից որպես տեսակից вообще մարդու, որ իրան նույնիսկ դիտարկելու իմաստ չկա։ Մենք կարող է ինչ-որ հիմնակարեր հիմա շարենք որպես մարդկություն, բայց այդ հաստատ Հայաստանի առաքելությունը չի, էլի, դա այն երկրների առաքելությունը, որոնք օրինակ ատոմային ռումբեր ունեն։ Այդ իրանց առաջնահերթ պարտականությունն է այդ հիմնակարերը շարել, այդ ՄԱԿ-ի առաջնահերթ պարտականությունն է դրանով զբաղվել, այդ հիմնակարերը շարել։ Մենք որպես փոքր երկիր պետք է ապահովենք մեր գոյությունը միջև այն բա, երբ որ մարդկությունը այդ կետին գա։ ՄԱԿ-ը կսկսի աշխատել։ Որովհետև շատերը չապահովեցին ու դետս բան ոնց որ ես բայց չեմ ուզում քո այդ որտեվ հայրփի կարծիքն եմ ուզում լսեմ, պրոստը տենց կարանք պատասխանատվությունը գցենք ՄԱԿ-ի մեծ երկրների վրա, ասենք դետս իրանք են, հետո մի բանից դժգոհ մնանք, ասենք դե դժգոհ մնացինք, դրա համար էլ եղավ, էլի։ Չէ, ինձ թվում է շատ պրագմատիկ բան եմ ասում այս առումով։ Ես մտածում եմ, որ մեզնից այդ խաղաղության կետը շատ ավելի հեռու է, որովհետև ես ոչ միայն այս դեպքում մեր ու Ադրբեջանի հակամարտության դեպքում ոչ միայն ենթակառուցվածքների ու ռեսուրսների ապահովման խնդիր եմ տեսնում։ Ես ինչքան փորձեցի հետազոտել, ինչքան որ Ադրբեջանից աղբյուրները հասանելի եղան բան, ինձ համար պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ազգակերտման գործընթացը տեղի է ունենում հակահայկական հակահայ քաղաքականության վրա։ Եվ իրանք ամեն կերպ մեզ դեմոնիզացնելով, ապամարտկայնացնելով ու տենց քայլեր անելով մեր մոտ չի եղել եւ չկա։ Ես դա ոչ ես տաղավարում, բայց չի բան անել, օթոբաուտիզմ անել, ես եմ իհարկե անում, այդ եմ անում, բայց այդ եմ ասում, ինչ ենք մենք բան անում, էլի մեզ ասում։ Ես ասեմ, ոչ ստեղ, բայց ես միշտ այդ հարցը ինձ շատ են տալիս, երբ որ ես այս թեմայով խոսում եմ, ես կպնդեմ, որ Հայաստանում դեմոնիզացիայի քաղաքականություն չի եղել։ Իսկ ես ուսումնասիրել եմ այդ թեման, մեր մոտ չի եղել մեր մոտ պետական մակարդակով Ադրբեջանի դեմոնիզացիայի քաղաքականություն չի եղել, ես դա պնդում եմ։ Ես էլ պնդում եմ, որ եղել է, բայց օքեյ, կարանք տարբեր կարծիքներով շարունակենք։ Ոնց որ եթե ոչ հիմա, ապա հետո կխնդրեմ ոնց որ օրինակներ բերես, թե այդ ոնց է եղել, եթե չես ուզում հիմա։ Պատմության գրքերը բացի։ Դες ինչն են ինչի մասին չեն խոսում եւ ինչի մասին են խոսում։
այս նույն խոսակցությունը ես էլի եմ ունեցել, հենց այս հակափաստարկի բանով, որ այլ բանը թշնամության սերմանումը, այլ բանը դեմոնիզացիան։ Չէ, դրանք տարբեր բաներ են ու տարբեր բացատրություն ունեն։ Տարբեր բաներ են։ Իսկ թվում է, հա։ Okay։ Այսքան բանը ոնց որ Իսկ սա որ ասել որ նա քո թշնամին է եւ նա անմարդկային է։ Լսի ուրիշ բան է ասել որ ադրբեջանցիները փորձում են քեզ սպանեն, իրանք քո թշնամին են, մենք հակամարտում ենք իրար հետ, ուրիշ բան է ասել որ այդ զինվորները կմեռնեն շների նման, ես ցիտում եմ բառացի։ Կներես երբ որ այդ քո ասածը որ ասում ես թշնամը, եթե դնում են ցանկացած դեպքում գոյաբանական բաժանում որ դուք իրար հետ գոյաբանորեն անհամատեղել եք ու մեր մոտ այդ երկար տարիներով եղել է որ հայը թուրքը եւ այլն եւ դեստեղ նայ մենք մենք մի հատ շուտ պատին ենք պրոստը հակնում դրան որտեվ եթե մենք ինչից ենք մենք գալիս ենք նրանից որ մենք ունեցել ենք կոտորածների պատմություն եթե մենք ասում ենք որ այդ սա կասկածելի է ինչը օքեյ եթե տենց կարծիք հաստեղ ես իհարկե ոչ մի բան չեմ կարողանալու ասեմ բայց թե մենք հիմնվում ենք դրա վրա մենք կոտորածների պատմություն այլ կոտորածների կամ այլ արավիրքների այլ բաների հետել ենք ունեցել մեր պատմության մեջ բայց չունենք դրանց Իրանի մասին 1600-ականներին 300,000 բռնի տեղա հանվել է շատ ավելի տենց այսինքն այս տարածքի նաև մահմեդականություն շատ լավ օրինակ է հա բայց մենք ինչի չենք ասում մենք Իրանի հետ գոյաբանական որովհետև ակնհայտորեն իրավիճակը փոխվել է հիմա բայց դու այդտեղ քո դրամաբանական հակասությունն է իրավիճակը փոխվել է հիմա չի կարա փոխվի կարա բայց չեմ ասում որ չի բայց դա չէ ուրեմն որ գոյաբանական այսինքն քանի դու գոյություն ունես եւ նա գոյություն իրար միջև բան է այդ չեղա որ գոյաբանական էգզիստենցիալ բան կած է մեջ շնամություն այն իմաստով ասում որ այս բային իրանք վտանգ են ներկայացնում մեր գոյության համար որ դու թույլ ես տալի մտածել որ կարա չլինի ես կբերեմ իմ ասածին ձեր երկուսի խոսքը որովհետև Իրանի ժողովրդի ինքնությունը չի կառուցում ընդդեմ հայ ժողովրդի ինքնության իսկ Ադրբեջանը 100 տարի առաջվանից իր ինքնության կառուցման process-ում տարել է ընդդեմ հայերի քաղաքականություն 100 տարի առաջվանից նույնիսկ այն ժամանակ երբ որ ադրբեջանցիները ապրում էին այստեղ հայերը այնտեղ երբ որ չգիտեմ Երևանում մուսուլմաներեն լեզվով տենց գրությամբ չգիտեմ թատրոն էին ցույց տալիս եւ այլն նույնիսկ այդ ժամանակ իրանց ինքնությունը կառուցվել է ընդդեմ ինչ-որ բանի եւ այդ ընդդեմ ինչ-որ բանը եղել ենք մենք, որը խորհրդային միության վերջին տարիներից ավելի ուժգին, հիմա առավել քան գործում է ու ես ասում եմ Հայաստանում, որ ասում ես չկար այդ քարոզը չկար Հայաստանում Խնդրում եմ պատմության գրքից օրինակ բեր Պատմության գրքից չեմ ես հարց եմ տալի չկար Հայաստանում քարոզ որ մենք ոնց ասացի գոյաբանական իրար հետ անհամատեղելի ենք հիմա քո ասածը դրա մասին է որ մենք գոյաբանորեն իրար կողք պրոստը չենք կարա որովհետև մեկս մյուսին կամ մենք ենք իրանց մորթելու կամ իրանք մեզ այս բային այս բայնի մասին չի առասարակ եթե դու սկսես մտածել ես չէ բան որը չկա այնտեղ չէ Որովհետև եթե այս բային ստե քարա, որը շատ շարժողական է ու կարող է անգնի գլխից։ Այս գոյաբանական վտանգ է իմ համար, բայց թե մենք իրան ֆիքսենք, եթե ինքը էլ հաստատ կամ ես տեղս փոխեմ։ Դու թույլ ես տալի որ դա ֆիքսվող է։ Իսկ այս կոնֆլիկտում դու չես թույլ տալի այդ ֆիքսվելու բա։ Ինձ թվում է որ մեր կապության մեջ ներդրված էր որ այդ ֆիքսվող է։ Ես ուզում եմ ուրիշ բան պնդեմ։ Ես էլի ոնց որ կպնդեմ որ մենք չենք նախաձեռնողը դրա։ Մենք եղել է ազդեցություն եւ հակազդեցություն։ Մենք այդ հակազդեցության կողմում ենք, այսինքն մեր ռեակցիան ընդդեմ մեր ռեակցիան պատասխան ռեակցիա է եղել։ Այսինքն դա մեր մեջից չի, որտեղ մենք մեջից ադրբեջանատյաց քաղաքականություն չենք վարել։ Դա ինչ որ բանի հետևանքով է եղել, ոնց որ Աշոտը ասաց։ Դե կարող է նույն պատճառը, որ 94-ի պատերազմում հաղթել ես դու։ Առաջ պատերազմ հաղթել ես եւ հաղթողի դիրքում ավելի հեշտ է չունենալ այդ ռեսենտիմենտը իսկ դու վերցնում ես մեջտեղի կետ դու վերցնում ես մեջտեղի կետ որովհետեւ պրոստը բանում դու իրան սխալ հասկացար այս լավ կետ է խոսակցությունը տանելու համար որովհետեւ հա մենք եղել ենք հաղթողը ու մենք ինչ որ ձև կարող է փորձել ենք ավելի տենց բան մարդասիրական լինենք այդ հարցով կամ ինչ-որ բան հաղթողի եւ ուժեղի դիրքից արդյոք մենք կտենանք նույն ձգտումը գոնե Ադրբեջանից այս բայից կսա։ Ես կամ իմ պատկերացումը ներկայացնեմ, իմ ընկալումը այն է, որ այսպես ասած կանտյան եւ այլն փիլիսոփայության մեջ է, որ
չեմ պատերազմում, այսպես ասած, հանրապետություններն ու ժողովրդավարությունները, որտեվ կա միջին խավ, կորցնելու շատ բան ունենալ, հակակշիռներ եւ այլն եւ իշխանությունը կարողանում է հակակշռվի հասարակական իսկ պատմական հաստատվում է պրոստը պատմությունը մինչեւ հիմա ցույց է տալի որ ժողովրդավարությունների մեջ կռիվ չկա ինչ որ տարբեր sense բան կպցրած օրինակներ կարելի է գտնել բայց ոնց որ այդ դրա մասին է հələ որ ու ինչի է ինձ թվում որ եթե երկրներից մեկում կա sense չոր դիկտատորական ավտորիտար ռեժիմ որ դու ես ասում այդ ռեժիմը նաև տարիներով գեներացրել է արտաքին թշնամի եւ դրա վրա է սնվում իր լեգիտիմության մեծ մասը ինքը հանգիստ մի օր եթե սկսգա որ ինքը ներքին լեգիտիմության խնդիր ունի այդ տրակելու է բայց ես կարծում եմ որ եթե ռեժիմի փոփոխություն լինի ես դրամ ասում իմ կարծիքով գոյաբանական չի այսինքն այնպես չի որ մենք իրար կողք չենք կարա ապրենք առանց իրար ուտելու չեմ ասում բարեկամություն անել ֆրանսիացիներն ու գերմանացիները ասում են դե տենց չի պետք չի այդ օրինակը բերել որ ասվում է այս պահին գոյաբանական դեսպայն գոյաբանական չի լինում հակադրությունը եթե գոյաբանական է որ ինքը հավերժ է այսինքն քո գոյությունը եւ նրա գոյությունը հակասության մեջ են Այդ չեղավ էսպայն։ Իսկ ոնց կձևակերպես էսպայն։ Այսինքն ոնց է գոյությունը փոխվում։ Չէ, բայց միակ էսպայն մենք կարող ենք ինչ-որ գոյության անհամադրություն ունենք, բայց ժամանակի ուրիշ բանի մասին է։ Դու ասում ես էսպայն մեր վրա մենք սեմանտիկայի մասին ենք վիճում, բայց դու հասկանում ես չէ՞ մենք ինչ ենք ուզում ասել։ Հա, բայց դա չի լինում գոյաբանական։ Ես ուզում եմ ձևակերպեմ մենք ինչ ենք ասում։ Այս գոյաբանական բառը սխալ է ուրեմն։ Այսինքն քո գոյությունը ու իր գոյությունը իմ ու քո գոյությունը իրար հետ հակասության մեջ են։ Այսինքն կրակ ու ջուր են, մենք իրար կողք չենք կարա լինենք, էտա։ Հասկացա։ Այս պահին լինի միլիոն տարի հետո կրակն ու ջուրը լինելու են կրակ ու ջուր։ Իսկ ոնց կանաներ ժամանակավոր։ Դա բանը կոնֆլիկտ է, պրոստը կոնֆլիկտ է, գոյաբանական բան չի, հակասություն չի։ Կարա լինի ինչ որ տենց գիտես ոնց ինքը կարա լինի օրինակ ոնց որ Ամերիկայի ու Իրանի կոնֆլիկտն է, ինքը գոյության մասին չի, ինքը ոչ Իրանը վերացնելու մասին է, ոչ Ամերիկան։ Գերմանիայի հազարավյա պատերազմները, կոնֆլիկտները, որոնք ավելի շատ կյանք են խլել, քան մեր կոնֆլիկտը։ Ես չգիտեմ գոյաբանական է թե չէ։ Էլի տարբեր ոնց որ մակարդակներ կան, հա։ Օրինակ Պաղեստինի համար հիմա Իսրայելի հետ բանա հակամարտությունը իրանց գոյության հարցն է։ Ուկրաինայի մոտ Ռուսաստանի հետ իրանց գոյության հարցն է։ Բայց Ամերիկայի ու Իրանի մոտ չկա ոչ մի գոյության հարց, այնտեղ կա ինչ որ ռեսուրսների հարց, ինչ որ աշխարհի կիսելու հարց։ Եթե sense կարճ ասեմ, Ամերիկան չի ասում որ Իրանը Ամերիկա է։ Հա։ Ու պետք է չլինի տեղ Իրան։ Ոչ մի պարսիկ պետք է այլ գոյություն չունենա։ Հիմա Ֆրանսիան ու Գերմանիան կամ որ բոլոր պարսիկները շներ են։ Այդ ով է ասում, դա կարևոր։ Ալիևն է, այդ եմ ասում, այսինքն չեղա որ բանը հասարակությունները գոյաբանական կրակ ու ջուր են այսպես ասած։ Ես կարամ շարունակեմ թե ոնց են կրակ ու ջուր լինում, եթե ասածով ռեժիմն է այնտեղ։ Բայց ռեժիմը աշխատում է մի քանի տասնամյակ կոնկրետ ռոպագանդայի ուղղությամբ։ Հետևաբար ես շատ լավ հասկանում եմ դու ինչ ես ասում որ դա կարա մի պահի չլինի, բայց դա չի լինի, չլինելու շանս կլինի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ չլինի, երբ որ հասարակությունը հնարավորություն ունենա ազատ մտածելու, բայց մենք չենք կարա նաև կանխատեսենք թե այդ հասարակությունը, որը տասնամյակով ապրել է այդ ռեժիմի տակ, ինքը ինչ նոր ղեկավար կծնի։ Դե ես դեմ չեմ, բայց այդ մենք խոսում ենք նրա մասին, որ արդյոք մենք պերպետուալ հավերժական իրար հակադրության այնտեղ որովհետև մեր շատ մեծ բան տարածված նարատիվ է որ հայերն ու թուրքերը բան են տենց գոյաբանորեն իրար հետ չեն կարող լինել այսինքն հիմա մենք կներես Ադրբեջանի հետ ենք օրինակը բերում թուրքերի մասով մենք արդեն բան ենք հա որովհետև տեսենք թուրքերը տենց չգիտեմ մեզնով շատ հետաքրքրված չեն շատ բան չեն ասում մեր մասին հիմա ինչ դուրս եկա որ մենք բան ենք այսինքն թուրքական ռեժիմը որ ամեն օր չի ասում հայերին ոչնչացնելու ենք բանա այսինքն թուրքերի հետ խնդիր չունենք Էլի ունենք, չէ։ Ունենք, բայց այդ եմ ասում, բայց այդ չէ, տեսը կոնրիվ այլ լեզու է մեր հետ խոսալը։ Ես խոսացել եմ տենց մարդկանց հետ, որոնք շատ էլի տենց հիմնավորված կողմից այդ ցաղ բացատրում են, ինչի մենք համադրել չենք, իրանք էլ են խոսում նրա մասին, նայ, էլի սեմանտիկ կարամ քո հետ վիճեմ sense։ Եթե մենք ու Ադրբեջանը, հա, այն state-երը, որ մենք ունենք, անհամադրելի են, գոյաբանական խնդիր ունեն, դու ասում ես, որ ռեժիմի անկման դեպքում այդ կարա փոխվի, ռեժիմի անկման դեպքում մենք արդեն նույն entity-ները չենք լինելու։
հասկանում ես, ու արդեն մենք պետքա խոսանք նոր երկրների համադրության մասին։ Ու կարող նոր Ադրբեջանը արդեն համադրելի Բայց ես լինի։ ուրիշ մտավախություն ունեմ այդտեղ։ Եթե դուրս եկա, որ գոյաբանորեն համատեղելի չեն։ Ես ուրիշ մտավախություն ունեմ, որը կապված չէ, որտեղ եթե գիտես ոնց խոսքը կա, ասում է բան, հայերն ու թուրքերը, չգիտեմ, գենետիկորեն իրար բան են։ Ինձ թվում է, որ չէ, այդ գենետիկորեն ուղղակի հակագիտական է, բայց ես քեզ ուզում եմ ասեմ, որ այդ ուղղակի կարող է լինի բարձունակեցված մտածելակերպ, որը նկարագրում է աշխարհը այս բանին բավականին ճիշտ։ Փոխվի այնտեղ բան, այլ մարդիկ են հայտնվելու։ Մեծ մասով այդ ուրիշ երկրի առնելու։ Հիմա մենք մինչև 18 թիվ այլ մարդիկ էինք, 18-ից հետո այլ մեծ հարցեր կան։ Ես համաձայն չեմ ասեմ ինչի։ Դա շատ երկար չենք թողեցել։ Հա, էլի։ Միշտ այդպես։ Դե որտեղ պիտի խառնվես, ոչ թե ճնշումս բարձրանում է պահիտակ ուղղակի։ Լավ դղկացրա սա։ Նայն։ Ես մտավախություն ունեմ այդտեղ, որովհետև ռեժիմի փոփոխությունից հետո նույնիսկ դպրոցներում, երբ որ հիմա Ադրբեջանում երեխեքին հայատյաց քաղաքականությամբ են դաստիարակում, հայատյաց մտածողությամբ, ռեժիմի փոփոխությունից հետո այդ մարդիկ իրancs մեջ դա կրում են, չեն կարա իրանք դրանից անջատ լինեն, իրանք մեծանում են այդ մտածողությամբ, իրանք ծնողներն են եղել այդ մտածողությամբ, ու դեռ ինչքան պետքա սերունդներ փոխվեն ավտորիտար ռեժիմի փոփոխելուց հետո, հակասություն կա այն ասացի մեջ, որ եթե սովետական միությունում էլ այդ ամեն ինչը չկար, չէ, դասագրքերում եւ քարոզի մեջ կար, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, բայց ոնց եղավ որ դրան հասավ։ Այսինքն այդ մարդիկ կրել են լրիվ ուրիշ մտքեր, բայց եղել է կոնֆլիկտ։ Հիմա դու ասում ես, որ եթե ինչ որ բան քարոզվում է, այդ պարտադիր շարունակություն կա։ Այնքան ժամանակ չունենք, որ ես կարողանամ Ստե մի հատ ես քեզ հակադարձող մի հատ օրինակ բերեմ, ուղղակի, որ բայց մի հատ բան էլ ասեմ, կարողա չհակադարձես։ Իհարկե։ Եթե շատ հեռուն գնանք, ես Ադրբեջանի այդ քաղաքականությունը պետքա չանջատեմ արդեն Թուրքիայի քաղաքականությունից, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան ըստ էության ամենախորքում մի հատ նպատակ ունեն։ Դա այս տարածքում իրար միանալն է։ Դա ակնկալումն է, որ դա որ մենք գոյաբանական մեր գոյությունը այս երկուսին խանգարում է եւ մեր բանը, այսպես ասած, ազգային ողջ ինքնությունը եւ նպատակը իրանց հակադրվել ու պաշտպանվելն է։ Ողջը չէ, բայց մի մասը անշուշտ։ Ես հակադրվել չէի ասի, ես կասեի պաշտպանվել։ Դե հակադրվելով էլի, այդ ոնց է, եթե ասում ես քո անտիպոդն է եւ քեզ ուզում են վերացնել, դա իր հակառակն է։ Հարց կա, նայ, որ դու ոչ մի բան չես կարա սահմանես առանց իրանից դուրս ինչ որ բան սահմանելու։ Ու շատ անգամ այդ արվում է չես հակադրվելով։ Ու եթե մեր ինքնության մի մասը հակաթուրքական է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, այդ նորմալ է։ Ես հաջորդ հետ էի ուզում հարցնել, օրինակ, եթե ես ասեմ, որ հա մենք գոյաբանական կոնֆլիկտ ունենք, գոյաբանական խնդիր ունենք, ինչի է այդ տենց ասելը, բան, տենց դատապարտելի։ Դե դատապարտելի չի, ինչ ես որ այդ կատեգորիաներով բան անում, operation անում, data, դե զգացում եմ դա։ Ինքը դատապարտելի այն առումով, որ ինքը հուսահատված է։ Չէ, դա մեջ հուսահատություն կա։ Ես դրա հետ չէ։ Դրամաբանական բան է, այսպես բանավեճ է, էլի արգումենտների։ Ոչ թե դատապարտելի է, դուրս կարող է իմ ասածն է դատապարտելի, բայց իմ ասածը այն է, որ մենք ունենք այլ, չգիտեմ, փորձեր, այլ կայսրություններում, չգիտեմ, մաս ենք եղել ու ինչ որ պայի բան է, մեր համար միակ խնդրը մնացել է այս Թուրքիա, որ դու ես ասում թուրքերը մի հատ են եւ իրանց նպատակը մի հատ է, բայց ուզում եմ ասեմ ինչի բանը այդ մեր փորձը այլ փորձառություններ էլ ա եղել եւ այդ փորձառությունները փոխվել են ու ինչի են կարծում որ այս փորձառությունը երբեք չի փոխման ենթակա չի կտամ որ դուք ասես թե նենց չի այդ մարդիկ մահացել են, այդ մարդիկ կան, որոնք պատմում են, որ հայերն ու ադրբեջանցիները իրար հետ նորմալ ապրում էին, բան, բայց ոնց որ ինչ որ մի պահի հայերն ու թուրքերն էլ են նորմալ ապրել, հետո ոնց որ ցեղասպանություն ա եղել, բայց ինչ որ բաներ էլ մենք չգիտենք բոլոր տարածքներում են արդյոք հայերն ու ադրբեջանցիները իրար հետ ապրել, թե ասենք սովետն է այդ բանը նարատիվը կենցաղում հաստատ ատելությունն էլ ա եղել, հարևանությունն էլ ա եղել, որովհետև երբ որ սովետը ձևավորվել է, ոնց որ ձևավորվել է ցեղասպանությունից հետո եւ ոչ մեկը չէր մոռացել դրա մասին ու բոլորը գիտեին դրա մասին այդ ատելությունը կամ նույնիսկ եթե դրան ատելություն չասենք, չգիտեմ, հակամարտությունը ժողովուրդների միջև այդ ոչ միտեղ չի կորել, այդ ինչ որտեղ եղել է։ Շատ անգամ այդ բանը նորմալ հարաբերությունները նկատի ունեն ուղղակի առևտրային հարաբերությունները, որոնք
երբեք ոչ մի պատերազմ չի խանգարել իրան Հա, շարունակելը։ հետո լսեք ստիպված են եղել Ժամանակ մարդիկ։ Siemens կամպանիան Ռուսաստանում գործում էր, ոչ մի խնդիր չկար։ Իմ Ուկրաինայով գազը տպավորությամբ անցնում է։ այդ որ էներգիան փոխակերպում Հիմա է։ որ մենք էլ կարանք այդ անենք, ինչն է խնդրեմը։ Ուզում եմ ասեմ, որ բանը առևտրային հարաբերությունները այդ լավ հարաբերությունների մասին չէ, Բայց ես չեմ ասում լավ հարաբերություններ են։ հա, ես չեմ ասում, չէ, ես չեմ ասում լավ հարաբերություններ կամ բան։ Խոսքը նրա մասին է, որ եթե դու քո գոյությունը դնում ես ի հակադրություն այլ գոյության, այդ անխուսափելիորեն կոնֆլիկտի է բերում։ Հիմա կարաս ասես դիմացինն է դա դնում, դու ունես պաշտպանվելու բան, բայց դիմացինն էլ քեզ է տեսնում այդպեսին։ Հա։ Եվ ինքն էլ իրան է կառուցում։ Դրանից ես կարող ասեմ, որ այդ կարա տրանսֆորմացվի, հա, օրինակ նույն այդ Ֆրանսիայի, Անգլիայի իրար հակադրվելը, ինչ որ պայն դարձավ այն, որ անգլիացիները այդ ֆրանսիացիները չեն, ոչ թե ֆրանսիացին վեզ ինչ որ տես ժխտվանա, բայց ուղղակի մենք այն ենք, ինչ որ ֆրանսիացին չի։ Մենք էլ վաղը մյուսօր այն կլնենք, ինչ որ թուրքը չի, անպայման չի այդ կոնֆլիկտը։ Գերմանացին ու ֆրանսիացին կամ անգլիացին ու ֆրանսիացին չեն ասում բանը, այսինքն իրար փոխազդեցության վրա բնականաբար իրար կողք են ապրել, իրար հետ կռվել են, իրար սպանել են ու դրանով ինչ որ ինքնություն ա դրել։ Նաև շատ քիչ է, այսինքն առաջի համաշխարհայինում միլիոններով մենակ մի ճակատամարտում մարդիկ են մահացել, էլի, բայց այնտեղ բան չկա, որ հիմա մենք իրար կողք ենք, մենք բան ենք, էլի, իրար հետ անհամատեղելի ենք, այնտեղ կարող չեն սիրում իրար։ Դու ոնց որ բաներ ես ասում, որոնք ես չեմ ասա երբեք։ Ես չեմ ասում անհամատեղելի։ Ես քեզ ասում եմ նրա մասին, որ այս պահին մենք ունենք նենց կիսելու բան, որը չի թողի մեզ մենք հաստատել։ Ես դաժե կարամ ասեմ, այսինքն ասում որ շարունակվելու է։ Այստեղ ես կարող քո այդ վիճամ այն առումով, որ օրինակ նայ, այդ մարտիկ հա շարունակելու են տես մտածեն, բայց ինչքանով է այդ վերածվելու բռնության, այդ է մեծ հարց, որտեվ օրինակ երկրորդ համաշխարհայինից հետո ու միջև օրս Գերմանիայում կան անտիսեմիտներ, բայց իրանք քանի որ ռեժիմը փոխվել է ու ուրիշ մտածելակերպն է ռոպագանդում, իրանք ցած տակն են մնացել, որ մի օր հակառակը լինի, էլի այդ ամենը էլի ջրի երես կգան, հա։ Ես ոնց որ չեմ կարա պնդեմ, թե այդ հակադրությունը ինչ ձևով կարտահայտվի, որովհետև կարա շատ ցած հանգիստ պայմաններում արտահայտվի այդ հակադրությունը։ Չեմ ուզում այդ բոլոր խոսույթը հիմա կրկնեմ, ինձ թվում է բոլորը հասկանում են այդ Ադրբեջանի որ նարատիվի մասին եմ ասում, որտեղ Հայաստան պետքա չլինի, որտեղ սա արևմտյան Ադրբեջանը, այդ դրա մասին եմ ասում, չեմ ուզում տան շատ դրա մեջ խառնամ։ Բայց թե ինչ ձևերով կլինի չգիտեմ, բայց ես ուզում էի հիշեցնել այդ էներգիայի փոխակերպման օրենքի մասին, որ դրա համար էի հարցնում ուր է կորել այդ ատելությունը կամ էներգիայի փոխակերպման օրենքը ֆիզիկայի մասին է, ոչ թե հասարակական մետաֆորիկ է ասում, էլի, ոչ թե իրական աշխարհից։ Որ ասում ես չի նշանակում այդ էներգիան կա ու պետքա այդտեղ ես դրա համար այդ արտահայտությունը արեցի մի րոպե, այդ բան կար, չէ, որ սպորտն է, լավ կնես։ Ասա։ Ճիշտ ես ասում։ Ես հարցնում էի ուրա կորել այդ ատելությունը ու ոնց որ Անշուտին զուգահեռ խոսալուց լսվեց, ես ասում էի այդ ատելությունը խորհրդային միության տարածքում ճնշվել է, ուղղակի ինքը չէր կարա, ինքը ճնշված է եղել, դա չէր կարա որևէ ձև էլի անկալման հարց է։ Ես կարամ ասեմ, որ ոչ թե ճնշվել է, չի եղել այն իմաստով, որ դա բանը բնության մեջ չկա այդ ատելությունը եւ հա կարող չեն սիրել, կարող շատ ավելի, որովհետեւ կողքինից ոնց դու ես ասում, ավստրալացուն չսիրելու պատճառ ավելի քիչ ունես կամ ատելու կամ չգիտեմ սենտիմենտ, ռեսենտիմենտի, որտեղ ընդ հեռու է դու չես տեսնում։ Այստեղ եղել են իրար հա չեն սիրել, ինչ որտեղ կարող լավել են ապրել, բայց խնդիրը այստեղ պատերազմի եւ հակադրության մասին, այսինքն դու կարաս իրար չսիրելով իրար կողք ապրես եւ կարաս ասես, որ այդ այնքան բանը նենց գացողություն ա, նենց մակարդակի, որ դուք իրար հետ չեք կարա ապրեք առասարակ։ Ես կարծում եմ, որ իրար չսիրելու եւ իրար ատելու մասին է, իրար չսիրելով կարաս ապրես, իսկ իրար ատելով չես կարա։ Մենք 10 րոպե ունենք։ Ես օրինակ բան չեմ մտածում, էլի, որ մարդկանց 80%-ը Ստեմինգ Տիգրանի հետ կամոդեմ։ Ես օրինակ չեմ արթնանում օրվա ընթացքում ես ոչ մի վարքան չեմ ծախսում նրա վրա, որ ինչ որ ադրբեջանցի ատեմ։ Просто դες սա բիզնեսը մի 10 րոպե ատեմ շարունակեմ, էլի դու տենց բան չես 84-ի ատելության 2 րոպեի որ կար 1984-ը որ 2 րոպե նստում ատում էին հա թշնամուն անցնում են գործերի։ Ես չեմ զբաղվում։ Իհարկե երբ որ պատերազմական գործողություններ են անում, իհարկե դու ատելությունը զգում ես ու վախներ ես զգում ու շատ անգամ ատելությունից վախ ես զգալի։ Պետք է ասել, որ մեր բոլորի
ատելության ու մնացած զգացմունքների ձևավորման հարցում կարևորը թե մենք ինչ կյանք ենք ունեցել, ոնց որ ինչքանով ենք մոտիկ եղել կամ հեռու եղել պատերազմից ու դրա հետևանքներից։ Ճիշտ ես ասում, ես չեմ ուզում ստեղ հանգարց բան, ինչ որ սխալ ընկալվի, որ ես տարածում եմ բոլորի վրա, բայց ինձ թվում է մեծ մասը դրա ժամանակ չի ծախսի, էլի։ Չի փորձում զբաղվել, մենք պարզապես մեր մտքերն ենք արտահայտում։ Չես ասցի 80%-ը, ինչը իհարկե մի քիչ ընդհանրացում էր, ինչը սխալ է, կարող է նմանավանդ sense բան էլի զգայուն թեմայի շուրջ։ Ես եթե հանգարց չէր վիրավորական թված, հաստատ այդ նկատի չունեի։ Բայց բայց սյոժը ինձ թվում է սովորական կյանքում, երբ որ ամեն ինչ իր կարգով գնում է, հա ինչ որ բան, եթե դու կորցած մարդ հիշեցիր, իհարկե դու այդ ատելությունը կզգաս, բայց նույնիսկ կորցած մարդկանց, ես ունեմ կորցած մարդկանց, բայց ես իրանց ամեն օր չեմ հիշում, էլի բոլորին համար տեղ չէր երիքի, որ ես բոլորին հիշեի ամեն օր։ Հա, նույնիսկ այդ չէ, ուղղակի զգացմունքները կարան տարբեր լինեն, էլի, այդ զգացմունքները եւ շատ նորմալ է ունենալ այդ զգացմունքը ու նորմալ է ունենալ ատելությունը նաեւ, ես դրա մասին չեմ, այլ հասարակական էլի ռեժիմների մակարդակի, այսինքն դու կարաս ապրես տարիներով ատելով եւ այլնով, բայց բանը չտանես ինչ-որ մարդկանց սերունդներով կոտորելու, էլի, դա տարբեր բաներ են։ Հետո մի հատ եւ բանել չանես, չգեներացնես այդ ատելությունը, այսինքն դա էլ է կարևոր։ Նույնիսկ քո ոնց որ ժողովրդից գալի մասը ատելություն ազգում, ինչ որ ուրիշ ազգի մեկը քեզ պետքա քաղաքական կամք պատերազմ սկսելու, որովհետեւ այդ ատելությունը կարա պրոստը sense անverջ էփվի իրար մեջ։ Կամքել չէ, այդտեղ հեշտ է ասում, one crazy man made a match, էլի, այսինքն այդ գիժ բանով ինչա լուցկիով, հա, կարա այդ բանը տատելությունը վառի, տեղետելա կարևոր, այսինքն ինչա սեղանին դրված, ինչա պետք, որովհետև բան է, այսինքն իհարկե բան է, պատերազմի եւ բանի մասին ենք խոսում, խաղաղության, որ ես մեկը ասում եմ, չէ, պատերազմը մեր մեջ է, բայց նաեւ բան է, էլի, ինձ թվում է տեղա կամքը, որ պետքա ամեն ձև զսպել դա, այսինքն շատ մարդկային է, ու շատ բաներ է, մեղքերել են մարդկային, բայց դրա համար փորձում ենք շատ բաներ մեր մեջ զսպել, պետքա զսպել, իսկ այն մյուս կողմը, որը ռիսկի տակ է, ինքն էլ պետքա միշտ պատրաստ լինի, որ կարա իր հետ ինչ-որ բան տեղի ունենա, ոնց որ լավ կլինի, որ բոլորը կարողանան զսպել, բայց նաև չբացառել, որ դա կարա տեղի ունենա։ Չէ, ոչ մեկ չի բացառում, բայց այլ բան է, որ դու դրան վերաբերվում ես, ոնց որ որպես պետություն մարդ չեմ ասում, մարդը էլի եմ ասում, կարահատի էլ եւ անհատը էլի, բայց որպես պետություն դու ոնց ես վերաբերվում, դա ռացիոնալիզացնում ես, փորձում ես կառավարել, մենեջանել, այդ չգեներացնել, թե ոչ մենակ Հայաստանի շատ ուրիշ օրինակներով, մեկը գալիս է այդ էմոցիաների, այսպես ասած, ալիքի վրա ու փորձում է իր լեգիտիմությունը դրա վրա կառուցելու։ Դա բան է, հրաշալի բանաձև է պատերազմի, որտեղ տեսնում ենք ամբողջ պատմության մեջ, որ միշտ հենց լեգիտիմության կասկածի բան կա, մի հատ ամենահեշտ բանը, մի հատ դրսի բան վախենալու բան ստեղծելն է, որը դրանով կոնսոլիդացիա ապահովես ու բան անես, ասես, գիտեք ինչ կա, ես չեմ մեղավորը, այնտեղ ինչ որ չար բան մարդիկ կան, դրանք են սաղ մեր բաների մեղավոր։ Ասածը էլի ավելի վտանգ ներկայացնում մեր համար դրսից, քան թե մենք ենք վտանգ ներկայացնում ինչ որ մեկի համար էս բան։ Ու դրա համար մենք ուղղակի ինչի է էլի մենք sense նստած ենք, մեր մոտ ինչի է այդ ընկալումը, որ մեզ չեն ընկալում տենց։ Որովհետև մենք մեզ չենք ընկալում տենց։ Չէ։ Եթե մենք մեզ չենք ընկալում, չի նշանակում, որ դիմացինը մեզ տենց չի կարող ընկալի։ Չի նշանակում ճիշտ։ Կարա սխալ, distorted, շեղված պատկերով ինքը քեզ ընկալի որպես բան, էլի ագրեսոր, բան, թշնամի, էս։ Չգիտեմ, ինձ թվում է այդ բավականին ոնց որ համ պատմականորեն է տենց երևում, որ մենք չենք ագրեսոր եղել, ու երկրորդը այս պահին ոնց որ մենք հենց նոր կապիտուլյացիա ենք ստորագրել։ Ոնց ենք մենք դրանից հետո ակնկալում, որ մեզ պետք է անցալեն որպես պոտենցիալ ագրեսոր։ Ես կարամ ասեմ, բայց այդ կթողնեմ բանը։ Չգիտեմ։ Էլի նույն ինձ թվում է կաս այն պահը, որ էլի գալով քո նախորդ ասացին, որ կամ դու տես բան չես ասել, բայց արդյոք տենց չի, որ դիկտատորական կարգերը շատ ավելի արագ ու հեշտ են պատերազմներ սկսում, քան թե ժողովրդավարությունները։ Հա, ու այսինքն նույնիսկ դրանից ելնելով մենք ավելի շատ ենք վտանգի տակ այս պահին։ Ես այդ չեմ ասում, չէ, ես չեմ ասում վտանգ չկա։ Ես չեմ ասում, մյուս կողմն էլ կարա մեզ Չէ, ես ասում եմ, որ մենք որպես հասարակություն գոնե մեր վրա ինչ որ պատասխանատվության զգացում պետքա ունենանք։ Ես չեմ ասում
բանը, ասենք որ մենք ենք մեղավոր եւ ոչինչ չանենք, չպաշտպանվենք, ինստիտուտներ չունենանք կայուն եւ այլն, այսինքն այդ վտանգը կա եւ պատերազմը դենց ինչ-որ կայուն բան է, որը բան է, եթե լավ պատրաստ չես, մի օր գլխի տա ջարդվելու։ Բայց այդ չի նշանակում, որ դու բան ես, էլի, պետք է ապրես այն մտքով, որ պետքա բանը, քո միակ նպատակը ամբողջ պաշտպանվել ու բան անելն է, այսինքն այդ պատերազմի օրվան սпасելը, մի հատ բան կա, Կավաֆիսը հույն պոետ 20-րդ դարի սկզբի, բան ունի, փոփուջուր ստեղծագործություն ունի, ասում է սпасելով բարբարոսներին, ինչ որ հռոմեական, այսպես ասած, բան է ներկայացնում, զինվորական խմբի, բան, որ ասում է առավոտից սպասում են այդ բարբարոսներին, բայց իրանք չեն գալիս, էլի։ Դա ոնց որ էլի գոյության ընկալում է պայմանավորում, էլի, որ դու կաս, որովհետև սպասում ես ինչ-որ բան կա, ոնց Գոդոին էին սպասում։ Այդ է ուզում ասեի, որ դրա հակառակն էլ կա, Գոդոին էլ էին սպասում, չէր գալիս։ Դե դա է, ոչ թե հակառակն է, նույնն է։ Օրինակն է, հա։ Գոդոն աստված էր։ Չէ, դա մեկնաբանում են։ Մեկնաբանում եմ ես այդպես, բայց էլի չէր գալի։ Ոնց որ էգզիստենցիա ավելի նիհիլիստական բան եմ ասում, որ սպասում էին Գոդոն էլ չէր գալիս, բարբարոսներին սպասում էին չէր գալիս, բայց Գոդոն էլ չէր գալիս։ Ոնց որ քեզ այդ սպասելը բան է տանում, քեզ ինչ-որ գործողություն է տալի, արդարացնում է քո գոյությունը, ասում է ես կամ որովհետև պիտի Գոդոն գա։ Այդ աստվածա թե ինչ որ այլ իմաստ է, ինչ որ դրսից, բայց դու կաս, որովհետև ինչ որ հոանիմաստ չես տեղ, էլի, որտեղ սպասում ես Գոդոին։ Մի հատ էլ sense տխուր միտք կա, որ հա, որ մենք ինձ այս վերջերս թվում է, որ մենք այնքան իմաստների կորուստ ենք ապրել այս վերջերս, հա, որ ինչ որ տենց թեկուզ կարանք խոսանք դրա մասին, որ առաջվա միավորող գաղափարները այդքան էլ լավը չէին, բայց իրանք գոնե ինչ որ տեսակով կային, իսկ հիմա իրանցից շատերը չկան ու մենք որպես ազգ ինձ թվում է քիչից կամք ենք կորցնում գոյության ընդհանրապես։ Իմ մոտ տենց տպավորություն է, կարող է այդ ինչ որ տենց իմ տենց ծերացող դեպրեսիվ հայացքն ամեն ինչի վրա, բայց midlife crisis-ը շոթի մոտ։ Բայց ես որ նստում եմ տաքսի, իմաստը կորցրել եմ, դու կորցրել ես։ Ես որ նստում եմ տաքսի, ինձ տաքսիստ ասում է գոտի միքսի, ես դրա մեջ էտել եմ տենում, որ ինքս այս արդեն էլի իջել է վրատ գնանք։ Երբ է տաքսիստը ասել բան գոտի գցի որ հիմա փոխվել է։ Հա, բայց ուսում ասեմ որ սկսել դրա վրա կենտրոնը։ Էլի ոնց որ սпасել է ինչ որ բանին, այդ գոնե ինչ որ միավորող միտք է ու կարող է ինքը մեզ օգնի, մենք եւս ինչ որ ժամանակ գոյատևենք, միջև ինչ որ ավելի լավ մտքեր գան, էլի մեր գլխում։ Սпасել պատերազմին, քանի որ դա մեզ կօգնի գոյատևել։ Թեկուզ եթե ինքը երբեք չգա։ Լավ կլինի։ Սամուել Բեքետ Աշոտ Դանելյան, Տիգրան Մուղնեցյան, օրկերից մի բան ասա, փակենք։ Այրնակ բանը դա Տոլկինի նաև այդ միտքը կա մեկնաբանությունը, որ օրկերը բան են, չէ՞, այնց ինքը չարիք է, գոյաբանականը տեա, որ իրանք իրար հետ չեն կարա լինել, իրանք օրկ են, բայց մեկը որ Սաուրոնը այդ ռեժիմը վերանում է, իրանք չեն անհետանում, իրանք կան ու շարունակում են լինել այդ յունիվերսում։ Հա։ Ու հետո ցույց է տալի որ տենց էլֆեր էին, որոնք տենց շոր պատժվե դարկ էլֆեր էին, էլի։ Դե հա, լավ, էս հիմա որ սկսեմ խոսամ Տիգրան։ Էս շատ երկար է։ Կարանք ինչ որ առաջարկեք թեմաներ, որոնք կանեն բան լինեն, կպնեն մատանիների տիրակալին, ես չեմ նայել, կարող եմ հասցնեմ։ Ես մի հատ կմտածեմ ինչ թեմա, մի քանի հետաքրքիր ուղղություն կա ստահած կարող եմ Լոմբարդի թեմա, ոսկեղեն կան, էլի։ Դուք էլ առաջարկեք թեմաներ, եթե ձեզ կհետաքրքրեն, գրեք կոմենտներ։ Եթերում էլի պատերազմի հրձիկներ եւ խաղաղության աղավնիները։ Աղավնի չէր։ Ես շատ պատերազմի հրձիկներն էին եւ խաղաղության։ Կրկնվելու եմ արդեն։ Հետևեք Infocom-ին, YouTube-ում, Telegram-ում, Facebook-ում եւ մնացած բոլոր սոցիալական հարթակներում։ Շնորհակալություն, որ մեզ նայում եք։ Եթե նայում եք։